Նա լքվեց սեփական ամուսնու կողմից մի կայսրության գագաթին, որը կառուցելուն օգնել էր հղի մենակ անձրի տակ։ Բայց մոռացված մի մարդու մի սովորական զանգ կրկին շարժման մեջ է դնում մայրցամաքներ անցնող անտեսանելի մեխանիզմները։ Եվ մինչ աշխարհը քնած է, սկսվում է այն մարդու դաժան անկումը, ով կարծում էր, թե իրեն ոչ ոք չի կարող դիպչել։ Անձրը հորդառատ թափվում էր Սայաթ Նովայի պողոտայի վրա այդ հունիսյան գիշերը։ Մարինե Գալստյանը կանգնած էր շենքի մուտքի մոտ, թրջված, չհավատալով նրան, ինչ նոր էր պատահել։ Մուգ կապույտ մետաքսե զգեստը, որ ժամեր առաջ փայլում էր բնակարանի լույսերի տակ, այժմ կպած էր նրա դողացող մարմնին։ Նրա մուգ շագանակագույն մազերից ջուր էր կաթում, նա չէր կարողանում շարժվել։ Շքեղ բնակելի համալիրի ապակյա դռները փակվել էին նրա հետից մի ձայնով, որը հնչեց որպես վերջնական դատավճիռ։ Վերում 32-րդ հարկում Ռոբերտ Ալեքսանյանը բարձրացրել էր ներմուծված կարմիր գինու բաժակը։ Տրիպլեքսի հսկայական պատուհաններից երան քաղաքը տարածվում էր որպես լույսերի գորգ։ Նա դիտում էր այդ քաղաքային կայսրությունը նույն սառնությամբ, որով նոր էր վռնդել իր կնոջը։ Նրա համար Մարինեն պարզապես մեկ դեկորատիվ առարկա էր իր անողոք ճանապարհին դեպի Հայաստանի տեխնոլոգիական աշխարհի գագաթը։ Հիմա, երբ նա համարձակվել էր խոսել զգացմունքների, ապագայի մի կյանքի մասին, որը նա չէր պլանավորել, նա դարձել էր պարզապես մեկ խոչընդոտ, որը պետք է հեռացվեր։ Մարինեն ամեն ինչ հիշում էր։ Ամեն բառ, ամեն ժեստ, այդ խոսակցության ամեն վայրկյանը, որը կործանել էր նրա աշխարհը։ Նա հատուկ ընթրիք էր պատրաստել։ Մոմեր էր վառել, ճիշտ երաժշտություն էր ընտրել, հագել էր այն զգեստը, որը Ռոբերտը ամենից շատ էր հավանում։ Զգեստի աննկատ գրպանում նա կրում էր մի փոքրիկ կապույտ թավշյա տուփ։ Ներսում մի զույգ սպիտակ, նուրբ, ձեռագործ բրդյա կոշիկներ։ Նա այդ պահը բազմիցս պատկերացրել էր։ Ռոբերտի աչքերում զարմանքը, խիստ գրկախառնությունը, ուրախության խոսքերը։ Բայց այդպես չեղավ։ Երբ նա վերջապես քաջություն հավաքեց ասելու այն 3 բառերը, որոնք ամեն ինչ փոխում էին, ես հղի եմ, Ռոբերտի դեմքը փոխվեց։ Ոչ թե ուրախություն, ոչ թե դրական զարմանք, այլ զսպված զայրույթ, արհամարհանք։ Նա նրան նայեց այնպես, կարծես նայում էր մի անծանոթի, որը նոր էր ներխուժել իր տուն։ Ինչպես կարող ես այդքան անպատասխանատու լինել, Մարինե, եղան նրա առաջին խոսքերը։ Մենք պայմանավորվածություն ունեինք։ Իմ կարիերան գագաթնակետին է։ Սա դրա ժամանակը չէ։ Եվ հետո եկավ ամենադաժան հարվածը։ Ինչպես իմանամ, որ իմն է։ Մարինեն զգաց, թե ինչպես է հողը անհետանում իր ոտքերի տակից։ Ռոբերտը գիտեր նրա ամեն քայլը։ Գիտեր, որ նա հազիվ էր տանից դուրս գալիս, որ օրերն անցկացնում էր իր անձնական արվեստանոցում նկարելով, որ ապրում էր իր համար։ Այդ խոսքերը ճշմարտություն չէին փնտրում։ Դրանք նրան վիրավորելու էին։ Ոչնչացնելու։ Նա փորձեց առարկել, բայց նրա բերանից դուրս եկող ամեն բառ ավելի սառնությամբ էր ընդունվում։ Երբ վերջապես Ռոբերտը հրամայեց նրան հեռանալ, Մարինեն դեռ կարծում էր, որ դա անցողիկ զայրույթի պահ էր։ Բայց հետո հայտնվեց պահակը։ Եվ նա հասկացավ։ Ռոբերտը դա պլանավորել էր։ Անարգանքն ավելի շատ էր այրում, քան անձրի ցուրտը։ Մարինեն սկսեց քայլել աննպատակ Երանի կենտրոնի թաց փողոցներով։ Մեքենաներ էին անցնում, ջուր շաղ տալով մայթերին։ Խանութների ցուցափեղկերի լույսերը կարծես ծաղրում էին նրան։ Ինչպես էր հասել մինչ այստեղ։ Ինչպես էր թույլ տվել, որ իր կյանքը հանգեցվեր այդքան քչի։ Նա, ով եղել էր Մարինե Գալստյանը, տեխնոլոգիական իրադարձությունների մուսան, կինը, ում բոլորը ցանկանում էին լուսանկարել, ում ժպիտը զարդարում էր ամսագրերն ու մասնագիտացված կայքերը։ 3 տարի շարունակ նա օգնել էր Ռոբերտին կառուցելու իր հանրային իմիջը։ Նա կողքին էր ամեն մեկնարկի, ամեն մրցանակաբաշխության, ներդրողների հետ ամեն ընթրիքի ժամանակ։ Բայց նա այլս չէր ճանաչում այդ մարդուն։ Կամ գուցե երբեք էլ իրականում չէր ճանաչել։ Մարինեն հիշեց, թե ինչպես էին ծանոթացել 4 տարի առաջ Երանի արվեստի թանգարանում կայացած բարեգործական միջոցառման ժամանակ։ Նա երիտասարդ նկարչուհի էր, որը սկսում էր ճանաչում ձեռք բերել։ Ռոբերտը, հավակնոտ ձեռնարկատեր, խոստումնալից ստարտափով։ Ռոբերտը հմայիչ էր, ուշադիր, ասում էր բոլոր ճիշտ խոսքերը։ 6 ամսից նրանք ամուսնացած էին։
Մեկ տարում նա համոզել էր նրան մի կողմ դնել անհատական ցուցահանդեսները, կենտրոնանալու իրեն աջակցելու վրա։ Նրա արվեստը դարձել էր հոբբի։ Նրա ինքնությունը, նրա ընդլայնումը։ Եվ հիմա նա այնտեղ էր, դեն նետված, կարծես երբեք էլ կարոր չէր եղել։ Մարինեն կանգնեց Թումանյան փողոցի հին հեռախոսախցիկի մոտ։ Հազվադեպ էր գտնել դեռս աշխատող մեկը, բայց այն այնտեղ էր, որպես այլ ժամանակի մնացորդ։ Նա փնտրեց իր թաց զգեստի գրպաններում մի քանի մետաղադրամ։ Դա բավական էր։ Նրա մատները դողում էին, երբ նա հավաքեց այն համարը, որը գիտեր անգիր, բայց հազվադեպ էր օգտագործում վերջին տարիներին։ Ռոբերտը միշտ հստակ էր դարձրել, որ չի սիրում նրա ընտանիքը։ Ասում էր, որ նրանք հնաոճ են, գավառական, կապված անցյալին։ Մարինեն, ցանկանալով հաճոյանալ նրան, աստիճանաբար հեռացել էր։ Հեռախոսը 3 անգամ զանգեց, նախքան խորը դանդաղ ձայնը պատասխանեց։ Հայրիկ, այդքանը միայն կարողացավ ասել Մարինեն, մինչ արցունքները վերջապես եկան։ Նա փորձեց բացատրել, բայց բառերը խառնվում էին հեկեկոցների մեջ։ Գծի մյուս ծայրում Հենրիկ Գալստյանը մանրամասն բացատրությունների կարիք չուներ։ Հետող լռությունը դատարկ չէր։ Դա մեկի լռությունն էր, ով տեղեկություն էր մշակում, որոշումներ էր կայացնում, ռեսուրսներ էր ակտիվացնում։ Մնար տեղում, Մարինե։ Հիմա դու ապահով ես։ 20 րոպե անց միս աննկատ մեքենա կանգնեց հեռախոսախցիկի կողքին։ Վարորդը միջին տարիքի մի պարոն, ում Մարինեն ճանաչում էր այն ժամանակներից, երբ դեռ այցելում էր ծնողների տուն, բացեց հետի դուռը, առանց որևէ բառ ասելու։ Նա ներս մտավ, մեքենան անձայն շարժվեց դեպի Ձորաղբյուր, Երանի արմտյան հատվածում։ Գալստյանների ընտանեկան առանձնատունը թաքնված էր դարավոր ծառերի մեջ, պաշտպանված բարձր պարիսպներով աննկատ անվտանգությամբ։ Այնտեղ Մարինեն մեծացել էր մի աշխարհում, որը տարբերվում էր նրանից, ինչ Ռոբերտը պատկերացնում էր։ Հենրիկ Գալստյանը սպասում էր մուտքի մոտ։ Նա 65 տարեկան տղամարդ էր, հետ սանրված մոխրագույն մազերով, աննկատ շրջանակով, ակնոցներով, մուգ կոստյումով, նույնիսկ գիշերվա այդ ժամին։ Նրա ժեստերը զսպված էին, բայց նրա աչքերը խորը մտահոգություն էին բացահայտում, երբ նա տեսավ իր թրջված կործանված դստերը։ Նա հարցեր չտվեց։ Պարզապես գրկեց նրան մի գրկախառնությամբ, որի կարիքը Մարինեն չգիտեր, թե որքան էր։ Այնուհետ նա նրան ներս տարավ, որտեղ աշխատակիցներն արդեն պատրաստում էին տաքացված սենյակ չոր հագուստ։ Մինչ Մարինեն տաք ցնցուղ էր ընդունում հագնում հարմարավետ հագուստ, Հենրիկը բարձրացավ իր անձնական աշխատասենյակ։ Դա առանձնատան երրորդ հարկի սենյակ էր, այգիների տեսարանով։ Պատերը պատված էին մուգ փայտով, իսկ գրքերով լի դարակները ծածկում էին սենյակի երկու կողմերը։ Բայց դա սովորական աշխատասենյակ չէր։ Այնտեղ Հենրիկը վարում էր գործեր, որոնց մասին քչերը գիտեին։ 40 տարի շարունակ նա կառուցել էր ազդեցության ցանց, որը տարածվում էր ֆինանսական, արդյունաբերական, քաղաքական ոլորտներում ոչ միայն Հայաստանում, այլ Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Ռոբերտ Ալեքսանյանը միշտ նրան համարել էր անցյալի մասունք։ Ավանդական գործարար, կապված հին մեթոդներին։ Նա չէր կարող ավելի սխալվել։ Հենրիկ Գալստյանը ռազմավար էր, ով սովորել էր լուռ իշխանության արվեստը։ Նա չէր հայտնվում ամսագրերի շապիկներին։ Հարցազրույցներ չէր տալիս։ Սոցիալական ցանցերում հրապարակումներ չէր անում։ Բայց երբ նա շարժում էր մի խաղաքար տախտակի վրա, ամբողջ կայսրություններ էին ցնցվում։ Եվ այդ գիշեր, մինչ նրա դուստրը հանգստանում էր տրավմայից հետո, Հենրիկը սկսեց շարժումների հաջորդականություն, որը կսկսեր քանդել Ռոբերտ Ալեքսանյանի աշխարհը։ Առաջին զանգը Ցյուրիխի հին գործընկերոջն էր։ Երկրորդը Նյու Յորքի ֆոնդային մենեջերին։ Երրորդը Երանի քաղաքական խորհրդատուին։ Հենրիկը ոչ մեկի հետ չբարձրացրեց ձայնը։ Նրա հրահանգները ճշգրիտ էին, վիրաբուժական։ Նա վրեժի մասին չխոսեց։ Խոսեց անհրաժեշտ ճշգրտումների, շուկայական ուղումների, տեղեկությունների մասին, որոնք պետք է լույս տեսնեին։ Ամեն հեռախոսազրույց տեց 5 րոպեից պակաս։ Բայց դրանցից յուրաքանչյուրը կսկսեր շղթայական ռեակցիա, որը Ռոբերտը երբեք չէր կարողանա հետել մինչ աղբյուրը։ Մինչդեռ Սայաթ Նովայի պողոտայի բնակարանում Ռոբերտ Ալեքսանյանը բացում էր 20-ամյա շոտլանդական վիսկիի շիշ։ Նա թեթացած էր զգում։ Մարինեն միշտ գեղեցիկ էր եղել, հաճելի, օգտակար իր իմիջի համար։ Բայց վերջին շրջանում նա սկսել էր խոսել զգացմունքների մասին, ընտանիք կազմելու, իր ավելի քիչ աշխատելու մասին։
Բաներ, որոնք չէին տեղավորվում իր աշխարհայացքում։ Եվ հղիության այդ պատմությունը, նա դրան չէր հավատում։ Հավանաբար դա նրա հուսահատ փորձն էր իրեն կապելու։ Ռոբերտը ոչ ոքի չէր կապվում։ Նա այլ պլաններ ուներ։ Պլաններ, որոնք ներառում էին իր Tech Vision ընկերության միջազգային ընդլայնումը դեպի ասիական շուկաներ։ Պլաններ, որոնք ներառում էին Լիլիթ Մելքոնյանին, մարքեթինգի տնօրենին, ով ավելի ու ավելի շատ տեղ էր զբաղեցնում իր մտքերում։ Լիլիթը տարբերվում էր Մարինեից։ Հավակնոտ, պրագմատիկ, համահունչ իր տեսլականին։ Անցյալ շաբաթվա գալա երեկոյի ժամանակ նա նկատել էր Մարինեի հայացքը, երբ Լիլիթը մոտեցել էր։ Խանդ, անապահովություն, թուլություններ, որոնք Ռոբերտը չէր հանդուրժում։ Մարինեն պատկանում էր մի գլխի, որը նա պատրաստ էր փակել։ Հիմա, այդ անձրոտ գիշեր, մինչ նա մենակ խմում էր, նայելով քաղաքին, որը կարծում էր, թե նվաճել է, Ռոբերտ Ալեքսանյանը չէր պատկերացնում, որ արդեն ազատ անկման մեջ գտնվող մարդ էր։ Մարինեն հաջորդ առավոտ արթնացավ մի սենյակում, որը գրեթե 2 տարի չէր տեսել։ Հաստ վարագույրները մասամբ արգելափակում էին արի լույսը, ստեղծելով հարմարավետ մթնշաղ։ Նա մնաց պառկած մի քանի րոպե, փորձելով մարսել, թե արդյոք այդ ամենն իսկապես տեղի էր ունեցել։ Ձեռքը բնազդաբար գնաց որովայնին։ Այնտեղ ներսում մի կյանք էր աճում։ Մի կյանք, որը Ռոբերտը մերժել էր նախքան իմանալը։ Արցունքները վերադարձան, բայց այս անգամ դրանք տարբեր էին։ Դրանք պարզապես տխրությունից չէին։ Դրանք դանդաղ զայրույթից էին, խորը ցավից, բայց նա նոր բանից, որը սկսում էր արթնանալ։ Վճռականություն։ Դրան մեղմ թակոցը նրան հետ բերեց։ Դա տիկին Սիրանուշն էր, տնային տնտեսուհին, ով ավելի քան 30 տարի աշխատում էր ընտանիքի հետ։ Նա ներս մտավ, սուրճի, հացի, մրգերի բնական հյութի սկուտեղը գրելով. «Բարի լույս, Մարինե։ Ձեր հայրը խնդրեց, որ հանգստանաք, բայց ես ուժեղացված սուրճ պատրաստեցի»։ Մոխրագույն մազերով կինը քնքշորեն ժպտաց, Մարինեն սրտի կծկում զգաց։ Ինչպես էր կարոտել այդ վայրը, այդ մարդկանց, ովքեր իսկապես հոգ էին տանում իր մասին։ Շնորհակալություն, Սիրանուշ, մրմնջաց նա։ Տնային տնտեսուհին ուղեց բարձերը մի փոքր բացեց վարագույրները, նախքան աննկատ դուրս գալը։ Մինչ Մարինեն սուրճ էր խմում, Հենրիկ Գալստյանն արդեն ժամեր շարունակ իր առավոտյան առօրյայի մեջ էր։ Նա արթնացել էր առավոտյան 5-ին, իր 10 կիլոմետրանոց զբոսանքն էր արել կալվածքի այգիներով, ցնցուղ էր ընդունել, այժմ իր աշխատասենյակում էր 6:30։ Նրա առջ 3 համակարգչային էկրաններ ցույց էին տալիս ֆինանսական գրաֆիկներ, իրական ժամանակի նորություններ, տարբեր մայրցամաքներից անդադար եկող էլեկտրոնային նամակներ։ Բայց Հենրիկն այդ պահին չէր ստուգում իր սեփական ընկերությունները։ Նա մանրակրկիտ ուսումնասիրում էր Tech Vision-ը, Ռոբերտ Ալեքսանյանի ընկերությունը։ Այն, ինչ նա տեսնում էր այնտեղ, հրապուրիչ էր։ Ռոբերտը կառուցել էր արժեքավոր ընկերություն, անկասկած։ Tech Vision-ը մշակել էր բիզնես կառավարման ծրագրեր, որոնք արագ շուկա էին գտել։ Երիտասարդ ձեռնարկատերը տաղանդ ուներ վաճառքի ընդլայնման ագրեսիվ տեսլականի համար։ Բայց Հենրիկը, իր տասնամյակների փորձով, տեսնում էր փայլուն ճակատից այն կողմ։ Տեսնում էր խոցելիությունները, կեղծված պարտքերը, մի քանի խոշոր հաճախորդներից կախվածությունը, թույլ գործընկերությունները, խնդրահարույց կորպորատիվ կառուցվածքը։ Եվ ամենակարևորը, տեսնում էր նրանց ամբարտավանությունը, ովքեր շատ արագ էին բարձրացել, հավատում էին, որ անպարտելի են։ Հենրիկը մի քանի նշում արեց կաշվե տետրում։ Ամեն ինչի համար համակարգիչ չէր օգտագործում։ Որոշ տեղեկություններ չափազանց զգայուն էին թվային ծով գոյություն ունենալու համար։ Նա շրջանցեց 3 անուն։ Առաջինը շվեյցարական բանկի անունն էր, որը պահում էր Tech Vision-ի հիմնական վարկային գիծը։ Երկրորդը խոշոր պետական հաճախորդի անունն էր, որը կազմում էր ընկերության եկամտի 30%-ը։ Երրորդը ամերիկյան ներդրումային ֆոնդի անունն էր, որը տիրապետում էր բաժնետոմսերի 20%-ին։ Հենրիկը ճանաչում էր առանցքային մարդկանց այդ հաստատություններից յուրաքանչյուրում։ Դրանք պատահական բարեկամություններ չէին։ Դրանք տասնամյակների ընթացքում կառուցված հարաբերություններ էին, հիմնված փոխադարձ բարեհաճությունների, վստահության մի լուր լեզվի վրա, որը հասկանում էր բարձր մակարդակի բիզնես աշխարհը։ Առաջին զանգը Ալբերտ Շնայդերին էր ժնում։
Ալբերտը Հենրիկը ճանաչում էին միմյանց 80-ականներից, երբ միասին աշխատում էին լատինաամերիկյան պարտքերի վերակառուցման բարդ գործողության վրա։ Խոսակցությունը կարճ էր անգլերենով։ Հենրիկը նշեց, որ մտահոգություններ կան որոշ հայկական տեխնոլոգիական ընկերությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ։ Նա անուններ չհիշատակեց, բայց անվտանգ ալիքով ուղարկեց մանրամասն զեկույց Techvision-ի մասին։ Ալբերտը բավականաչափ փորձառու էր հասկանալու համար։ 48 ժամվա ընթացքում շվեյցարական բանկը կվերագնահատեր իր ռիսկային դիրքը։ Երկրորդ զանգն էլ ավելի նուրբ էր։ Կարեն Մոնտենեգրոն Երանի էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա էր։ Նա Հենրիկը ընդհանուր պատմություն ունեին, որը հասնում էր այն ժամանակներին, երբ Հայաստանը խորը կառուցվածքային բարեփոխումներ էր անցնում։ Կարենը իր պաշտոնը մասամբ պարտական էր այն աննկատ աջակցությանը, որը Հենրիկը ցուցաբերել էր իր կարիերայի կարևոր պահերին։ Խոսակցությունը հայերեն էր, ջերմ, ակնհայտորեն ոչ մի կարևոր բանի մասին։ Նրանք խոսեցին ֆուտբոլի, ընտանիքի, տարեվերջի պլանների մասին։ Բայց խոսակցության ընթացքում Հենրիկը պատահաբար նշեց, որ լուրերը լսել կառավարական պայմանագրերում հնարավոր անկանոնությունների մասին, որոնք կապված են կառավարման ծրագրային ապահովման հետ։ Իհարկե, ոչինչ հաստատված չէր։ Պարզապես լուրեր, որոնք գուցե արժանի էին կանխարգելիչ աուդիտի։ Կարենը հասկացավ։ Մեկ շաբաթվա ընթացքում Techvision-ը կստանար ծանուցում իր կառավարական պայմանագրերի ամբողջական վերանայման մասին։ Երրորդ զանգը Նյու Յորք էր։ Ջոնաթան Միլլերը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահարգված ներդրումային ֆոնդերից մեկի գործընկերն էր։ Նա Հենրիկը տարիների ընթացքում շահավետ գործարքներ էին կատարել միասին։ Ջոնաթանը վստահում էր Հենրիկի բնազդին։ Երբ հայը զանգահարեց, ասելով, որ իր հայաստանյան ներդրումներից մեկում մտահոգիչ նշաններ կան, Ջոնաթանը ուշադրություն դարձրեց։ Հենրիկը կարիք չուներ նրան ոչինչ համոզելու։ Պարզապես կասկածի սերմը ցանեց։ Ներկայացրեց թվեր, միտումներ, ռիսկեր, որոնք գուցե պատշաճորեն չէին գնահատվում։ Ջոնաթանը խոստացավ վերանայել ֆոնդի դիրքը։ Ինստիտուցիոնալ ներդրողի համար վերանայելը հաճախ նշանակում էր ռիսկի նվազեցում։ Բայց Հենրիկը դրանով չսահմանափակվեց։ Նա գիտեր, որ ընկերությունը միայն ֆինանսապես ոչնչացնելը բավարար չէ։ Անհրաժեշտ էր ոչնչացնել հեղինակությունը։ Եվ դրա համար նա կապեր ուներ մամուլում։ Ոչ թե սենսացիոն թերթերում, այլ հարգված լրատվամիջոցներում, քննչական լրագրողների հետ, ում նա տարիներ շարունակ ճանաչում էր։ Լուրջ մարդիկ, ովքեր սուտ չէին հրապարակի, բայց շատ կհետաքրքրվեին որոշ անանուն բողոքներով, որոնք մոտակա օրերին կհասնեին նրանց։ Բողոքներ Techvision-ի ներսում բարոյական ոտնձգությունների մասին։ Կասկածելի աշխատանքային պրակտիկաների մասին։ Ներդրողների համար ներկայացումներում կեղծված թվերի մասին։ Ոչինչ, որ Հենրիկը հորիներ։ Ամեն ինչ ճշմարիտ էր։ Նա պարզապես կապահովեր, որ այդ տեղեկությունները, նախկինում թաքնված, հասնեին ճիշտ աչքերին։ Մինչ Հենրիկը լուռ աշխատում էր, Մարինեն վերջապես իջավ առանձնատան գլխավոր հարկ։ Նա հորը գտավ գրադարանում, շրջապատված 5 գրքերով արվեստի որոշ գործերով, որոնք նա հավաքել էր։ Հենրիկը դստեր վրա նայեց մտահոգությունն ու վճռականությունը խառնող արտահայտությամբ։ Նստիր, Մարինե։ Մենք պետք է խոսենք։ Նա հնազանդվեց, հարմարվելով կաշվե բազկաթոռին։ Շատ եմ ցավում ամեն ինչի համար, հայրիկ։ Ես չպետք է հեռանայի։ Չպետք է թույլ տարի, որ նա ինձ ստիպեր ընտրություն կատարել ձեր իր միջ։ Հենրիկը ձեռքը բարձրացրեց նուրբ ժեստով։ Ցանկանալու բան չկա։ Դու հիմա այստեղ ես։ Դու իմ թոռը։ Այդ խոսքերը լսելով Մարինեն նորից զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Առաջին անգամ էր, որ մեկը ճանաչում էր երեխային որպես իրական, որպես թանկարժեք բան։ Նրա հայրը մոտեցավ, բռնեց նրա ձեռքը։ Մարինե, դու պետք է մի բան հասկանաս։ Երեկվա դեպքը պարզապես անձնական մերժում չէր։ Դա մեր ընտանիքի, քո արժանապատվության, քո կրած կյանքի դեմ ուղղված վիրավորանք էր։ Եվ դա չի կարող անպատասխան մնալ։ Մարինեն զարմացած նայեց հորը։ Ինչ ես ուզում ասել։ Հենրիկը հառաչեց։ Տարիներ շարունակ ես դիտում էի, թե ինչպես ես դու քեզ զրկում այդ մարդու համար։ Դու, ով տաղանդավոր նկարչուհի էիր, ով ուներ իր սեփական լույսը, դարձար պարզապես նրա աքսեսուարը։
Բայց ես հարգեցի քո ընտրությունը, քանի որ դու երջանիկ էիր թվում։ Հիմա նա ցույց տվեց, թե իրականում ով է։ Եվ երբ տղամարդը այդպես է հարձակվում իմ դստեր վրա, նա պարզապես քեզ հետ չի գործ ունենում։ Նա ինձ հետ է գործ ունենում։ Մարինեն դող զգաց։ Նա հոր մասին պատմություններ էր լսել, թե ինչպես էր նա գործեր վարում, բայց դրանք միշտ անորոշ էին, հեռու։ Հայրիկ, ինչ ես անելու։ Հենրիկը ժպտաց, բայց դա անուրախ ժպիտ էր։ Արդարություն, Մարինե։ Ես արդարություն եմ անելու։ Ոչ թե բռնությամբ, ոչ թե հանրային սկանդալով, այլ ճշգրտությամբ։ Ռոբերտ Ալեքսանյանը իր կայսրությունը կառուցել է փխրուն հիմքերի ամբարտավանության վրա։ Այն ամենը, ինչ ես պետք է անեմ, մի քանի հենարանային մասեր հեռացնելն է, մնացածն ինքնուրույն կփլուզվի։ Մարինեն զգաց թեթացման վախի խառնուրդ։ Նրա մի մասը ցանկանում էր տեսնել, թե ինչպես է Ռոբերտը վճարում իր արածի համար։ Մյուս մասը վախենում էր հետանքներից։ Բայց դա օրինական է։ Ճիշտ է։ Հենրիկը նրա վրա լրջորեն նայեց։ Այն ամենը, ինչ ես կանեմ, օրենքի շրջանակներում է։ Ես հանցագործություններ չեմ հորինի, սուտ չեմ ստեղծի։ Ես պարզապես կապահովեմ, որ Ռոբերտի նրա ընկերության մասին ճշմարտությունը բացահայտվի։ Եվ որ ճիշտ մարդիկ ճիշտ որոշումներ կայացնեն, հիմնվելով այդ ճշմարտության վրա։ Մարինեն մի պահ լռեց։ Հետո հարցրեց. Իսկ ես ինչ անեմ հիմա։ Հենրիկը նստեց նրա կողքին։ Դու կվերականգնվես։ Դու կհոգաս քո երեխայի մասին։ Եվ դու նորից կսկսես նկարել։ Հիշում ես, երբ դու ցուցահանդեսներ ունեիր, երբ պատկերասրահները մրցում էին քո աշխատանքների համար։ Հիշում ես, երբ քո արվեստը քեզ համար ինչ-որ բան էր նշանակում։ Մարինեն հուզված գլխով արեց։ Ես ամեն ինչ թողեցի։ Ռոբերտը ասում էր, որ ժամանակի կորուստ է, որ ես պետք է կենտրոնանամ իրեն աջակցելու վրա։ Հենրիկը գլուխը թափահարեց։ Նա վախենում էր, որ դու ավելի շատ կփայլես, քան ինքը։ Անապահով տղամարդիկ միշտ փորձում են մարել ուրիշների լույսը։ Բայց հիմա դու ազատ ես նորից վառելու քո լույսը։ Հաջորդ օրերին Մարինեն ընտանեկան տանը ռեժիմ հաստատեց։ Վաղ էր արթնանում, զբոսանքներ էր անում այգում, նկարում էր հին արվեստանոցում, որը հայրը պատվիրել էր պատրաստել։ Վրձնահարվածները բնականաբար վերադառնում էին, կարծես նրա մատներն իրենց հիշողությունն ունեին։ Նա նկարում էր այն, ինչ զգում էր։ Ցավը, զայրույթը, բայց նա հույսը։ Մուգ գույները խառնվում էին մեղմ երանգներին։ Փոթորիկները տեղի էին տալիս արածակերին։ Դա թերապիա էր արվեստի տեսքով։ Եվ մինչ Մարինեն նորից կապվում էր իր հետ, Ռոբերտի աշխարհը սկսում էր ճաքել։ Նա դեռ չէր նկատում։ Մարինեին վռնդելուց հետո հաջորդ երկուշաբթի օրը Ռոբերտը արթնացավ ոգորված։ Նա հանդիպում ուներ ճապոնացի ներդրողների հետ, ովքեր հետաքրքրված էին Tech Vision-ը ասիական շուկա ընդլայնելով։ Դա այն գործարքն էր, որին նա ամիսներ շարունակ հետապնդում էր։ Նա հագավ իր լավագույն կոստյումը, վերանայեց ներկայացումը, փորձեց ելույթը։ Ամեն ինչ կատարյալ էր թվում։ Մինչ որ հանդիպումից մեկ ժամ առաջ նրա օգնականը մտավ սենյակ մտահոգ արտահայտությամբ։ Ռոբերտ, մենք պետք է խոսենք։ Ճապոնացիները չեղարկեցին։ Ասացին, որ հարցեր են առաջացել, որոնք պետք է լուծվեն նախքան որևէ պարտավորություն։ Ռոբերտը հոնքերը կնճռեց։ Ինչ հարցեր։ Օգնականը ցույց տվեց պլանշետը։ Այդ առավոտ հարգված տնտեսական լրատվական կայքում հրապարակված հոդվածը կասկածի տակ էր դնում Tech Vision-ի բիզնես մոդելի կայունությունը։ Այն հղում էր անում ընկերության ներսում անանուն աղբյուրների, խոսելով չափազանց մեծ ճնշման, աշխատակիցների բարձր շրջանառության, անհնարին նպատակների մասին։ Ոչինչ ապօրինի, բայց բավական էր զգուշավոր ներդրողների համար կարմիր դրոշակներ բարձրացնելու համար։ Ռոբերտը մտահոգության առաջին ցավը զգաց։ Սա ծիծաղելի է։ Ո՞վ է դա արտահոսել։ Մենք դատի կտանք։ Օգնականը գլուխը թափահարեց։ Աղբյուրները պաշտպանված են, տեխնիկապես ոչինչ զրպարտող չկա։ Դա պարզապես քննչական զեկույց է։ Բայց դա միայն սկիզբն էր։ Հաջորդ ժամերին Ռոբերտը սկսեց զանգեր ստանալ։ Առաջինը շվեյցարական բանկից էր, խնդրելով շտապ հանդիպում, վարկի պայմանները վերանայելու համար։ Հետո կառավարությունից, ծանուցելով պետական պայմանագրերի աուդիտի մասին։
Հետո երկու խոշոր հաճախորդներից ասելով, որ գնահատում են մատակարարների այլ տարբերակներ։ Կարծես հանկարծ նրա մասնագիտական կյանքի բոլոր հավաստիքները միաժամանակ կասկածի տակ էին դրվում։ Եվ Ռոբերտը չէր կարողանում հասկանալ, թե ինչու։ Չէր կարողանում կապել կետերը։ Չէր պատկերացնում, որ մինչ ինքը փորձում էր հրթեհներ մարել, մի մարդ, ում նա միշտ արամարել էր, ձորաղբյուրի լուռ գրասենյակից դիրիժորում էր ամեն բոցը։ Երեքշաբթի առավոտը մոխրագույն էր երանում։ Ռոբերտ Ալեքսանյանը լավ չէր քնել։ Գիշերն անցկացրել էր պայմանագրեր վերանայելով, թվեր վերլուծելով, փորձելով հասկանալ, թե ինչ էր կատարվում։ Առավոտյան 7-ին նա շտաբ ժողով հրավիրեց իր տնօրենների խորհրդի հետ։ Tech Vision-ի կոնֆերանս սենյակը, որը սովորաբար հաղթանակների տոնակատարության վայր էր, լարվածությամբ էր լի։ Սեղանի շուրջ 6 ղեկավարներ նայում էին նրան, սպասելով պատասխանների, որոնք Ռոբերտը չուներ։ Ինչ-որ մեկը մեզ սաբոտաժ է անում, սկսեց Ռոբերտը, իր ձայնը սովորականից բարձր։ Սա պատահականություն չէ։ Բացասական հոդված, աուդիտներ, բանկեր, որոնք վերանայում են վարկերը, ամեն ինչ միաժամանակ։ Ինչ-որ մեկը դա կազմակերպել է։ Լիլիթ Մելքոնյանը, մարքեթինգի տնօրենը, ով ավելի ու ավելի էր մոտենում Ռոբերտին, առաջ թեքվեց։ Բայց ով կունենար շահ մեզ վնասելու համար։ Մենք չունենք մրցակիցներ այդ մակարդակի ազդեցությամբ։ Ռոբերտը ձեռքը խփեց սեղանին։ Հենց դա է, ինչ մենք պետք է պարզենք։ Ես ուզում եմ ամբողջական հետաքննություն։ Հետեք ամեն ինչին։ Խոսեք մեր կապերի հետ։ Ինչ-որ մեկը ինչ-որ բան գիտի։ Մինչ ժողովն ավելի ու ավելի հուսահատ տոնով էր ընթանում, Ռոբերտի բջջային հեռախոսին հաղորդագրություն եկավ։ Դա իր անձնական փաստաբանից էր։ Մենք պետք է շտապ խոսենք։ Եկեք գրասենյակ հնարավորինս շուտ։ Ռոբերտը ստամոքսի կծկում զգաց։ Կներեք, ես պետք է մի բան լուծեմ, ասաց տնօրեններին, շտապ դուրս գալուց առաջ։ Վերելակում նա նայեց իր արտացոլանքին հայելու մեջ։ Աչքերի տակ կապտուկներ կային։ Կատարյալ կոստյումը հանկարծ կնճռոտված էր թվում։ Երբ էր նա վերջին անգամ ինչ-որ բան կերել։ Նա չէր կարողանում հիշել։ Փաստաբանի գրասենյակում, որը գտնվում էր կենտրոնի էլեգանտ շենքում, Ռոբերտին ընդունեց դոկտոր Արմեն Բաստոսյանը, 50 տարեկան տղամարդ, լուրջ արտահայտությամբ։ Նստիր, Ռոբերտ։ Մենք լուրջ խնդիր ունենք։ Փաստաբանը սեղանին մի թղթապանակ դրեց։ Դուք ծանուցվել եք ամուսնալուծության հայցի մասին։ Ռոբերտը քիչ էր մնում ծիծաղեր։ Մարինեն։ Նա ամուսնալուծություն է խնդրում։ Հիանալի է։ Ես ամեն դեպքում դա անելու էի։ Պարզապես դատի տվեք, արագ լուծեք։ Դոկտոր Արմենը դանդաղ գլուխը թափահարեց։ Դա այդքան պարզ չէ։ Մեղադրանքները լուրջ են։ Հոգեկան դաժանություն, լքել, անհավատարմություն։ Եվ կա լրացուցիչ տեղեկություն։ Նա հղի է։ Ռոբերտի աշխարհը մեկ վայրկյան կանգ առավ։ Հղի։ Նա կարծում էր, որ Մարինեն բլեֆ էր անում այդ գիշեր։ Կամ որ, եթե ճիշտ էր, նա պարզապես կհրաժարվեր։ Երբեք չէր պատկերացնում, որ նա քաջություն կունենար դրան հետելու, էլ չեմ խոսում ամուսնալուծության համար դատի տալու մասին։ Իսկ մեղադրանքները։ Սա ծիծաղելի է։ Ես երբեք անհավատարիմ չեմ եղել։ Դոկտոր Արմենը հառաչեց։ Մենք աշխատակիցների վկայություններ ունենք ձեր պահվածքի մասին տիկին Մելքոնյանի հետ։ Էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ, լուսանկարներ միջոցառումներից։ Ոչինչ վերջնական, բայց բավական պատմություն ստեղծելու համար։ Ինչ վերաբերում է դաժանությանը, հղի կնոջը անձրոտ գիշեր տնից դուրս հանելը ոչ մի դատավորի կողմից լավ չի ընկալվի։ Ռոբերտը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում իր ներսում։ Սա դավադրություն է։ Մարինեն երբեք քաջություն չէր ունենա դա մենակ անելու։ Ինչ-որ մեկը կանգնած է դրա հետում։ Փաստաբանը բացեց փաստաթղթի մեկ այլ էջ։ Այո։ Նրա փաստաբանը Կարեն Դրումոնդն է, Գալստյան ընկերներ գրասենյակից։ Ռոբերտը հոնքերը կնճռեց։ Գալստյան։ Նրա իրը։ Դոկտոր Արմենը հաստատեց։ Հենրիկ Գալստյանը գրասենյակի հիմնադիր գործընկերներից է, թե պաշտոնապես թոշակի է անցել։ Բայց այո, դա ընտանեկան ընկերությունն է։
Ռոբերտը ծիծաղեց, բայց դա դառը ծիծաղ էր։ Ուրեմն սա է։ Ծերունին որոշել է պաշտպանել իր դստերն։ Կարծում եմ, որ կարող է ինձ վախեցնել դատական գործերով։ Ես Երանի լավագույն փաստաբաններին ունեմ։ Բայց նույնիսկ դա ասելիս, Ռոբերտը կասկածի ցավ զգաց։ Նա միշտ թերագնահատել էր Հենրիկ Գալստյանին, ավանդական, զուսպ գործարարին, ով խուսափում էր ուշադրությունից։ Ռոբերտը նրան տեսնում էր որպես անցյալին կապված մեկը, անտեղի ժամանակակից բիզնես աշխարհի համար։ Բայց ինչ, եթե նա սխալվում էր։ Ինչ, եթե ծերունին ավելի շատ ուժ ուներ, քան թվում էր։ Ոչ, Ռոբերտը մի կողմ դրեց այդ միտքը։ Նա պարզապես պարանոիկ էր սթրեսի պատճառով։ Պատահականություններ պատահում էին։ Բիզնես ճգնաժամերը նորմալ էին։ Նա կհաղթահարեր այդ ամենը, ինչպես միշտ հաղթահարում էր խոչընդոտները։ Մինչ Ռոբերտը փորձում էր համոզել իրեն, որ իրավիճակը վերահսկում է, խորենացու փողոցի արտրային աշտարակում հայկական խոշոր ներդրումային ֆոնդի 3 ղեկավարներ տեսակոնֆերանս էին անցկացնում Նյու Յորքից Ջոնաթան Միլլերի հետ։ Ջոնաթանը ուղղակի էր։ Մենք մտահոգված ենք Tech Vision-ով։ Թվերը չեն համընկնում, ինչպես պետք է։ Կառավարական պայմանագրերից կախվածությունը շատ բարձր է, հիմա այս աուդիտների հետ ռիսկը զգալիորեն աճել է։ Ես խորհուրդ եմ տալիս նվազեցնել մեր դիրքը։ Հայ ղեկավարներից մեկը առարկեց։ Բայց եթե հիմա վաճառենք, մենք էլ ավելի կճնշենք բաժնետոմսերի գինը։ Ջոնաթանը անդրդվելի էր։ Հենց դրա համար է, որ մենք պետք է վաճառենք հիմա, մինչդեռ դեռ իրացվելիություն կա։ Եթե սպասենք, գուցե շատ ուշ լինի։ Որոշումը կայացվեց։ Հաջորդ 48 ժամվա ընթացքում ֆոնդը աննկատ կվաճառեր Tech Vision-ի իր բաժնետոմսերը։ Ոչ թե ամեն ինչ միանգամից, որպեսզի անմիջական խուճապ չառաջացներ, այլ բավականաչափ շուկային ազդարարելու համար, որ խելացի ներդրողները դուրս էին գալիս։ Եվ երբ ինստիտուցիոնալ ներդրողները սկսում են դուրս գալ, մյուսները հետում են։ Դա հոտի էֆեկտն է։ Այն, ինչ թվում էր ամուր ընկերություն, հանկարծ թունավոր է դառնում։ Եվ անկումը, երբ սկսվում է, արագ է։ Մարինեն չգիտեր այդ բոլոր մանրամասները։ Նրա հայրը նրան պաշտպանում էր իր վարած գործողությունից։ Բայց նա գիտեր, որ ինչ-որ բան էր կատարվում։ Տեսնում էր տնտեսական նորություններում, մասնագիտացված կայքերում։ Tech Vision-ը քննության տակ էր։ Ռոբերտը հարցաքննվում էր։ Նրա մի մասը մռայլ բավարարություն էր զգում։ Մյուս մասը ավելի բարդ բան էր զգում։ Դա հենց կարեկցանք չէր, բայց գուցե սուգ էր այն բանի համար, ինչ կարող էր լինել։ Նա իսկապես սիրել էր այդ մարդուն, կամ գոնե նրա այն տարբերակը, որին ճանաչել էր սկզբում։ Մի կեսօր, մինչ արվեստանոցում նկարում էր, Մարինեին այցելեց Կլարան, իր լավագույն ընկերուհին արվեստի ֆակուլտետի ժամանակներից։ Նրանք հեռացել էին միմյանցից վերջին տարիներին, հատկապես այն բանից հետո, երբ Ռոբերտը սկսել էր վերահսկել Մարինեի կյանքի բոլոր ասպեկտները։ Բայց Կլարան, ընդհանուր աղբյուրներից իմանալով, որ Մարինեն վերադարձել է ծնողների տուն, հայտնվել էր առանց նախազգուշացման։ Մարինե, Աստված իմ, ես ամեն ինչ իմացա։ Ինչպե՞ս ես։ Երկուսը խիստ գրկախառնվեցին, Մարինեն հասկացավ, թե որքան էր կարոտել իսկական ընկերությունը։ Կլարան բարձրահասակ կին էր, գանգուր մազերով, ազատ ոգով։ Նա շարունակել էր իր գեղարվեստական կարիերան, այժմ ուներ իր սեփական արվեստանոցը կենտրոնում։ Մինչ նրանք թեյ էին խմում, Մարինեն ամեն ինչ պատմեց։ Այդ սարսափելի գիշերվա ամեն մանրամասնը, մերժումը, հղիությունը։ Կլարան ամուր բռնեց նրա ձեռքը։ Դու ճիշտ բան արեցիր, հեռանալով այնտեղից։ Այդ մարդը հրեշ է։ Մարինեն գլուխը թափահարեց։ Նա հրեշ չէ, Կլարա։ Նա պարզապես մեկն է, ով երբեք չի սովորել, որ մարդիկ օգտագործման ենթակա առարկաներ չեն։ Բայց ես էլ մեղավոր եմ։ Ես թույլ տվեցի, որ նա ինձ վերածեր մի բանի, ինչ ես չէի։ Կլարան նայեց Մարինեի վերջին նկարներին, որոնք ցրված էին արվեստանոցում։ Բայց դու վերադառնում ես։ Նայիր սրան, Մարինե։ Այս նկարները զարմանալի են։ Դրանք կյանք, զգացմունք ունեն։ Դրանք շատ ավելի լավն են, քան այն կոկիկ բաները, որոնք դու անում էիր հաճոյանալու համար շքեղ պատկերասրահներին։ Մարինեն առաջին անգամ ժպտաց օրեր շարունակ։ Դու այդպես ես կարծում։ Անկեղծորեն։ Կլարան ոգորությամբ գլխով արեց։ Համոզված եմ։
Եվ ես քեզ ավելին կասեմ. ես հաջորդ ամիս իմ արվեստանոցում խմբակային ցուցահանդես եմ կազմակերպում։ Ես ուզում եմ, որ դու մասնակցես։ 3 նկարիչ, ազատ թեմա, բացման երեկո մամուլի կոլեկցիոներների հետ։ Մարինեն վարանեց. Ես չգիտեմ, թե արդյոք պատրաստ եմ։ Կլարան ընդհատեց նրան. Դու պատրաստ ես։ Վստահիր ինձ։ Մինչ Մարինեն մտածում էր արվեստի աշխարհ վերադառնալու հնարավորության մասին, Ռոբերտը բախվում էր մեկ դժվար հանդիպման։ Այս անգամ շվեյցարական բանկի ներկայացուցիչների հետ։ Տեսակոնֆերանսի միջոցով ժնից 2 ղեկավարներ, Ալբերտ Շնայդերի գլխավորությամբ, սառնորեն բացատրում էին, որ վերագնահատում են TechVision-ի վարկային գիծը։ Պարոն Ալեքսանյան, մենք հասկանում ենք, որ ձեր ընկերությունը հանրային քննության փուլ է անցնում։ Սա մեծացնում է մեր ռիսկը։ Մեզ անհրաժեշտ են լրացուցիչ երաշխիքներ կամ ռիսկի նվազեցում։ Ռոբերտը փորձեց առարկել, թվեր ներկայացնել, խոստումներ տալ։ Բայց շվեյցարացիները անզիջում էին։ Որոշումն արդեն կայացվել էր։ Վարկը կկրճատվեր 40%-ով։ 40%։ Ռոբերտը արագ մտավոր հաշվարկներ արեց։ Սա նշանակում էր լուրջ դրամական խնդիրներ։ Նշանակում էր ուշացնել մատակարարներին վճարումները։ Նշանակում էր գուցե նույնիսկ աշխատակիցներին ազատել։ Ինչպես դա այդքան արագ տեղի ունեցավ։ Մեկ շաբաթ առաջ ամեն ինչ կատարյալ էր։ Հիմա կարծես հողը անհետանում էր իր ոտքերի տակից։ Տեսակոնֆերանսի ավարտից հետո Ռոբերտը մենակ մնաց իր սենյակում։ Նա պատուհանից նայեց Սայաթ Նովայի պողոտան ներքում։ Այդ գրասենյակում նա այդքան անգամ իրեն աշխարհի գագաթին էր զգացել։ Հիմա նա իրեն խոցելի էր զգում։ Նրա բջջայինը զանգեց։ Դա Լիլիթն էր։ Ես պետք է քեզ տեսնեմ։ Շտապ։ Կարող է լինել քո բնակարանում։ Ռոբերտը վարանեց 1 վայրկյան, բայց համաձայնեց։ 1 ժամ անց Լիլիթը հասավ տրիպլեքս։ Նա ակնհայտորեն նյարդայնացած էր։ Ռոբերտ, մենք պետք է խոսենք մեզ մասին։ Նա հոնքերը կնճռեց։ Մեզ մասին։ Լիլիթը հառաչեց։ Ընկերությունում բոլորը խոսում են։ Ասում են, որ քո նախկին կինը քեզ դատի է տալիս անհավատարմության համար, որ ես եմ մյուսը։ Սա վնասում է իմ հեղինակությանը։ Ռոբերտը զայրույթ զգաց։ Մենք չկանք, Լիլիթ։ Մենք պարզապես ընկերներ էինք։ Լիլիթը նրան նայեց անհավատությամբ։ Ընկերներ։ Ռոբերտ, դու բացահայտորեն ֆլիրտ էիր անում ինձ հետ։ Ինձ հրավիրում էիր մասնավոր ընթրիքների։ Առաջարկող հաղորդագրություններ էիր ուղարկում։ Նա պաշտպանական դիրք ընդունեց։ Ես ամուսնացած էի։ Մեզ միջ երբեք ֆիզիկական ոչինչ չի եղել։ Լիլիթը ձեռքերը կրծքին խաչեց։ Բայց մտադրություն կար։ Եվ հիմա ես ներքաշվում եմ քո ամուսնական սկանդալի մեջ։ Ռոբերտը հասկացավ, որ կորցնում ես մեկ աջակցություն։ Լիլիթը միշտ մեկն էր, ում նա կարծում էր, թե կարող էր վստահել մասնագիտորեն, գուցե նույնիսկ ռոմանտիկորեն ապագայում։ Բայց հիմա նա վաղ հեռավորություն էր տեսնում նրա աչքերում։ Նա իրեն էր պաշտպանում։ Եվ երբ նա կես ժամ անց դուրս եկավ բնակարանից, սառը, բայց քաղաքավարի մինչ հանդիպում, Ռոբերտը հասկացավ, որ մենակ է մնում։ Այդ գիշեր, տարիների մեջ առաջին անգամ, Ռոբերտը զգաց մի բան, որը երբեք չէր կարծում, թե կզգա։ Վախ։ Ոչ թե առողջ վախը, որը մղում է, այլ կաթվածահարող վախը մեկի, ով հասկանում է, որ կորցրել է վերահսկողությունը։ Նա իրեն առատաձեռն չափով վիսկի լցրեց, նստեց կաշվե բազմոցին։ Բնակարանը չափազանց լուռ էր։ Երբ Մարինեն այնտեղ էր ապրում, միշտ մեղմ երաժշտություն կար, պատրաստվող ուտելիքի հոտ, կյանք։ Հիմա դա պարզապես դատարկ սառը տարածություն էր։ Նա նայեց դարակում շրջանակված լուսանկարին։ Դա ինքն ու Մարինեն էին ամուսնության օրը, 4 տարի առաջ։ Նա շողշողուն ժպտում էր։ Նա վստահ էր թվում, անպարտելի։ Ուր էր կորել այդ զույգը։ Կամ երբեք էլ իրական չէին եղել։ Ռոբերտը գլուխը թափահարեց, հեռացնելով սենտիմենտալ մտքերը։ Սա թուլություն էր։ Մարինեն իր ընտրությունն էր կատարել, դատի տալով ամուսնալուծության համար։ Նա կկատարեր իրենը, պայքարելով վերականգնելու իր ընկերության իր կյանքի վերահսկողությունը։
Բայց նույնիսկ այս որոշումը կայացնելիս նա անտեսում էր, որ անցնող ամեն ժամի հետ ավելի շատ խաղաքարեր էին հանվում իր տախտակից։ Եվ որ այն մարդը, ում նա ամենից շատ էր թերագնահատել կյանքում, պարզապես սկսում էր իր ամբողջական ապակառուցման ռազմավարությունը։ Մարինեին վռնդելուց 2 շաբաթ անց փոթորիկը, որը Հենրիկ Գալստյանը կազմակերպել էր, հասավ իր առավելագույն ինտենսիվությանը։ Հինգշաբթի առավոտյան TechVision-ի բաժնետոմսերը շուկայի բացմանը նվազեցին 28%-ով։ Դա դաժան անկում էր, այնպիսի փլուզում, որը ներդրողներին խուճապի է մատնում, տնտեսական լրագրողները հոդվածներ են գրում դարաշրջանի ավարտի մասին։ Անմիջական պատճառը այն լուրն էր, որ 3 խոշոր կորպորատիվ հաճախորդներ չեղարկել էին իրենց պայմանագրերը, հղում անելով ընկերության գործառնական շարունակականության հետ կապված մտահոգություններին։ Ռոբերտը իր սենյակում էր, երբ նա զանգ ստացավ տնօրենների խորհրդի նախագահից։ Մեզ շտապ հանդիպում է անհրաժեշտ։ Բաժնետերերը հուսահատ են։ Մյուս կողմից ձայնը դողում էր։ Ռոբերտը արյունը սառեց։ Որքան ժամանակ ունեմ։ Պատասխանը չոր էր։ 2 ժամ։ Եկեք պատրաստ բացատրելու, թե ինչպես ենք դա շրջելու։ Ռոբերտը անջատեց հեռախոսը, նայեց համակարգչի էկրաններին։ Կարմիր թվեր ամենուր։ Նրա անձնական կարողությունը, որը նա հաշվել էր գրեթե 100 միլիոն դրամ 3 շաբաթ առաջ, կրճատվել էր կեսով։ Եվ շարունակում էր ընկնել։ Հանդիպումը տանջանք էր։ Լուրջ դեմքերով լի կոնֆերանս սենյակում Ռոբերտը փորձեց վերականգնման պլան ներկայացնել։ Նա կկրճատեր ծախսերը, կվերանայեր պարտքերը, նոր ներդրողներ կփնտրեր։ Բայց յուրաքանչյուր առաջարկություն ընդունվում էր թերահավատությամբ։ Խորհրդատուներից մեկը, վետերան բանկիր, ուղղակի էր։ Ռոբերտ, դու կորցրել ես շուկայի վստահությունը։ Հիմա թվերի հարց չէ։ Սա վստահության հարց է։ Եվ քո վստահությունը կործանված է։ Մեկ այլ խորհրդատու լրացրեց։ Լուրեր կան քո անձնական կյանքի մասին։ Վիճահարույց ամուսնալուծություն, հղի կինը տնից վռնդված։ Սա չի օգնում ընկերության իմիջին։ Ռոբերտը պայթեց։ Իմ անձնական կյանքը ոչ մի կապ չունի ընկերության հետ։ Սա շեղում է։ Կարևորը արդյունքներն են։ Հետող լռությունը անհարմար էր։ Վերջապես, տնօրենների խորհրդի նախագահը զգուշորեն խոսեց։ Ռոբերտ, կարծում եմ, որ դու պետք է դիտարկես ժամանակավորապես հեռանալու հնարավորությունը։ Թույլ տալ, որ մեկ ուրիշը ստանձնի ղեկավարությունը, մինչ ամեն ինչ կհանդարտվի։ Ռոբերտը զգաց, կարծես հարվածել էին ստամոքսին։ Հեռանալ։ Իմ սեփական ընկերությունից։ Ես եմ ստեղծել սա։ Ես ամեն ինչ կառուցել եմ զրոյից։ Նախագահը գլխով արեց։ Եվ հենց դրա համար է, որ դու պետք է պաշտպանես այն, ինչ կառուցել ես։ Երբեմն հիմնադիրը պետք է մի քայլ հետ կատարի ընկերության բարօրության համար։ Բայց Ռոբերտը պատրաստ չէր դա ընդունել։ Նա կտրականապես մերժեց։ Ես չեմ հեռանա։ Սա իմն է։ Ես դա կուղեմ։ Հանդիպումն ավարտվեց առանց համաձայնության, բայց Ռոբերտը գիտեր, որ կորցնում էր աջակցություն նույնիսկ այն խորհրդի ներսում, որը ինքն էր օգնել ստեղծել։ Երբ նա վերադարձավ իր գրասենյակ, գտավ 2 անհանգստացնող էլեկտրոնային նամակ։ Առաջինը բիզնես ամսագրից էր, հարցազրույց խնդրելով TechVision-ում թունավոր աշխատանքային միջավայրի մեղադրանքների վերաբերյալ։ Երկրորդը փաստաբանական գրասենյակից էր, ներկայացնելով 3 նախկին աշխատակցուհիներին, ովքեր պնդում էին բարոյական ոտնձգություն խտրականություն։ Նրանք պատրաստում էին խմբակային հայց։ Ռոբերտը չէր կարողանում հասկանալ։ Ինչպես ամեն ինչ միաժամանակ փլուզվում էր։ Կարծես իր կյանքի ամեն ասպեկտ, մասնագիտական անձնական, համակարգված հարձակման տակ էր։ Եվ ինչ-որ առումով այդպես էր, թե նա դեռ չէր կապել բոլոր կետերը։ Նա չէր կարողանում պատկերացնել, որ ամեն հեռախոսազանգ, ամեն հոդված, ամեն դատական գործ, ներդրողների ամեն որոշում մի մարդու կողմից խնամքով պլանավորված խորեոգրաֆիայի մաս էր, ում նա աննշան էր համարել։ Մինչդեռ, ձորաղբյուրի տանը, Մարինեն ապրում էր բոլորովին այլ իրականություն։ Նրա որովայնը սկսում էր թեթակի կլորանալ, նա իր առաջին այցն էր կատարել մանկաբարձուհու մոտ, ում խորհուրդ էր տվել իր հայրը։ Ամեն ինչ կատարյալ է, Մարինե։ Ձեր երեխան շատ լավ է զարգանում, ասել էր բժիշկը ջերմ ժպիտով։ Մարինեն հուզմունքով բռնեց ուլտրաձայնային պատկերը։ Այնտեղ էր նրա որդին, փոքրիկ, բայց իրական։
Մի կյանք, որը կախված էր նրանից։ Մի կյանք, որը նա կպաշտպաներ ամեն ինչից բոլորից։ Կլարան հիմա գրեթե ամեն օր էր այցելում Մարինեին։ Երկուսը ժամեր էին անցկացնում արվեստանոցում, նկարելով, զրուցելով, ցուցահանդեսը պլանավորելով։ Մարինեն ստեղծագործում էր մի տեմպով, որի մասին ինքն էլ չգիտեր, թե կարող էր։ Կարծես տարիների ճնշված ստեղծագործականությունը վերջապես ելք էր գտնում։ Ամեն վրձնահարված ազատագրում էր։ Ամեն ավարտված կտավ, հաստատում, որ նա գոյություն ուներ անկախ Ռոբերտից։ Կլարան հիացմունքով դիտում էր։ Դու ստեղծում ես քո լավագույն աշխատանքը, Մարինե։ Սա ազդեցություն կունենա։ Համոզված եմ։ Ցուցահանդեսը նշանակված էր 10 օրից։ Կլարան ամեն ինչ ճշգրտությամբ էր կազմակերպել։ Հրավերներ էին ուղարկվել կոլեկցիոներներին, արվեստի քննադատներին, մշակութային լրագրողներին։ Ընտրված վերնագիրը Մարինեի առաջարկն էր, վերացնունդ։ Դա բառացի էր խորհրդանշական։ Նրա վերացնունդը որպես նկարչուհի, որպես կին, որպես անձ։ Եվ առանց նրա իմանալու, Հենրիկն օգտագործում էր իր կապերը, ապահովելու համար, որ ճիշտ մամուլը ներկա լինի։ Ոչ թե ակնհայտ բարեհաճությունների միջոցով, այլ մշակույթի խմբագիրներին աննկատ առաջարկությունների միջոցով, ովքեր հարգում էին նրա դատողությունը։ Մի կեսօր Մարինեն այգում էր, երբ Հենրիկը միացավ նրան։ Հայրիկ, կարող եմ քեզ հարց տալ։ Նա գլխով արեց։ Միշտ։ Մարինեն վարանեց նախքան շարունակելը։ Ինչ ես դու արել հստակորեն։ Ռոբերտի հետ, ի նկատի ունեմ։ Ես գիտեմ, որ ինչ-որ բան է կատարվում։ Տեսնում եմ նորություններում։ Նրա ընկերությունը ճգնաժամի մեջ է։ Հենրիկը մի պահ լռեց, հետո զգուշորեն պատասխանեց. Ես պարզապես ապահովեցի, որ ճշմարիտ տեղեկությունները հասնեն ճիշտ մարդկանց։ Որ այն որոշումները, որոնք պետք է կայացվեին վաղուց, վերջապես կայացվեն։ Ռոբերտը միշտ անզգույշ էր, ամբարտավան։ Նա կառուցել է ավազի վրա, ոչ թե ժայռի վրա։ Այն ամենը, ինչ ես արեցի, հիմքի փխրունությունը բացահայտելն էր։ Մարինեն մարսեց դա։ Ուրեմն դու չես ոչնչացրել նրա ընկերությունը։ Դու պարզապես բացահայտել ես այն, ինչ արդեն կար այնտեղ։ Հենրիկը համաձայնեց։ Հենց այդպես։ Լավ կառավարվող ընկերությունները, ամուր հիմքերով, դիմանում են քննությանը։ Tech Vision-ը միշտ փլուզման եզրին էր։ Ռոբերտը պարզապես լավ էր քողարկում։ Մարինեն հորը նայեց հիացմունքի անհանգստության խառնուրդով։ Դու սարսափելի ես, երբ ուզում ես, գիտես։ Հենրիկը թեթ ժպտաց։ Իշխանությունն առանց իմաստության բռնակալություն է։ Իմաստությունն առանց իշխանության անզորություն է։ Ես տասնամյակների ընթացքում սովորել եմ օգտագործել երկուսն էլ ճշգրտությամբ։ Եվ դրանք օգտագործում եմ միայն այն ժամանակ, երբ իսկապես կարևոր բան է խաղի մեջ։ Դու իմ թոռը կարոր եք։ Նույն գիշեր Ռոբերտս մեկ ավերիչ լուր ստացավ։ Նրա հաշվապահը խուճապահար զանգահարեց։ Ռոբերտ, մենք հսկայական խնդիր ունենք։ Հարկային ծառայությունը սկսել է ձեր անձնական ֆինանսների ընկերության ամբողջական աուդիտ։ Ռոբերտը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Աուդիտ։ Ինչու։ Հաշվապահը բացատրեց։ Թվում է, թե անանուն բողոքներ են եղել հնարավոր հարկային անկանոնությունների մասին։ Ոչինչ, որ կարծում եմ կհանգեցնի քրեական գործի, բայց կբացահայտի ձեր հարկային պլանավորման բոլոր ռազմավարությունները։ Եվ դրանցից մի քանիսը օրինականության մոխրագույն գոտում են։ Ռոբերտը անջատեց հեռախոսը իրենց մեկ վիսկի լցրեց։ Դա նրա երրորդ շիշն էր այդ շաբաթ։ Ալկոհոլը օգնում էր նրան քնել, բայց արթնանալը ավելի ու ավելի ցավոտ էր։ Նա շուրջը նայեց շքեղ բնակարանին։ Այդ ամենը իր կառուցած ամբողջ հաջողությունը մատների արանքից սահում էր։ Եվ առաջին անգամ նա իրեն թույլ տվեց դիտարկել մի հնարավորություն, որը նախկինում անհեթեթ կթվար։ Իսկ ինչ, եթե ինչ-որ մեկն իսկապես կազմակերպում էր այդ ամենը։ Իսկ ինչ, եթե դա պատահականություն չէր։ Նա վերցրեց նոութբուքը, սկսեց որոնել։ Հենրիկ Գալստյան։ Ո՞վ էր իրականում այդ մարդը, ում նա միշտ արամարանքով էր վերաբերվել։ Google-ի առաջին էջերը քիչ բան էին ցույց տալիս։ Մի քանի հիշատակում հին հոդվածներում միաձուլումների ձեռքբերումների մասին։ Տասնամյակների վաղեմության լուսանկար, բիզնես մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
Ոչինչ էական։ Բայց հետո Ռոբերտը գտավ մի ակադեմիական հոդված Լատինական Ամերիկայի բիզնես ռազմավարության մասին։ Հղումներից մեկը Հենրիկին նշում էր որպես 90-ականներին հայկական տնտեսական վերակառուցման լուրջ ճարտարապետներից մեկը։ Հոդվածը նրան նկարագրում էր որպես երկրի տնտեսական իշխանության կուլիսների ամենաազդեցիկ գործիչներից մեկը։ Ռոբերտը ցուրտ զգաց ողնաշարում։ Կուլիսների գործիչ։ Նա միշտ կարծել էր, որ իշխանությունը տեսանելի, ակնհայտ բան է։ Ամսագրերի շապիկներ, հարցազրույցներ, հետորտներ սոցիալական ցանցերում։ Բայց ինչ, եթե իրական իշխանությունն անտեսանելի էր։ Իսկ ինչ, եթե ամենաուժեղ մարդիկ նրանք էին, ում մասին ոչ ոք չէր խոսում, ովքեր չէին հայտնվում միլիարդատերերի ցուցակներում, ովքեր խաղաքարեր էին շարժում, երբեք չբացահայտելով իրենց ձեռքը։ Եվ ինչ, եթե Հենրիկ Գալստյանը հենց այդ տեսակի մարդ էր։ Ռոբերտը փորձեց հեռացնել այդ միտքը։ Նա պարանոիկ էր։ Բայց կասկածի սերմը ցանվել էր։ Հաջորդ օրը Ռոբերտը հուսահատ քայլ կատարեց։ Նա մասնավոր հետախույզ վարձեց Հենրիկ Գալստյանի մասին ամեն ինչ պարզելու համար։ Հետախույզը թանկ էր, մասնագիտացված կորպորատիվ հետախուզության մեջ։ Ժամանակ կպահանջվի, ասաց նա։ Այդ տեսակի մարդիկ քիչ հետքեր են թողնում։ Բայց ես կպարզեմ այն, ինչ կարող եմ։ Ռոբերտը ժամանակ չուներ, բայց ընտրություն էլ չուներ։ Նա պետք է հասկանար, թե ինչի դեմ էր պայքարում։ Կամ ում դեմ։ Մինչդեռ Մարինեի ցուցահանդեսի ամսաթիվը մոտենում էր։ Նա ավարտել էր 15 նկար միջոցառման համար։ Յուրաքանչյուրը պատմություն էր պատմում։ Կար մի շարք «Փոթորիկ» անունով, որը պատկերում էր կանացի կերպարներ քամիների հորդառատ անձրների մեջ։ Մեկ այլ շարք «Նոր լույս» ցույց էր տալիս նույն կերպարները, մթությունից դուրս գալով դեպի լուսավոր արածակեր։ Եվ կենտրոնական գործը, որը Մարինեն պահել էր վերջինի համար, մի մեծ նկար էր, գրեթե 2 մետր բարձրությամբ։ Այն ցույց էր տալիս մի կնոջ, ով նուրբ բռնում էր փոքրիկ մանկական ձեռքը, մինչ նրանք միասին նայում էին ոսկեգույն հորիզոնին։ Դա ինտենսիվ էր, էմոցիոնալ, տեխնիկապես անթերի։ Կլարան հուզվեց, երբ տեսավ։ Մարինե, սա գլուխգործոց է։ Լուրջ։ Սա կլինի ցուցահանդեսի աստղը։ Մարինեն ժպտաց, հոգնած, բայց բավարարված։ Նա իր հոգին էր լցրել այդ կտավների մեջ։ Եվ տարիների մեջ առաջին անգամ նա զգում էր, որ ստեղծել է իրական բան, մի բան, որը գալիս էր իր ներսի իսկական տեղից։ Դա արվեստ չէր, քննադատներին տպավորելու կամ վերահսկող ամուսնուն հաճոյանալու համար։ Դա արվեստ էր, որովհետև նա պետք է ստեղծեր, որովհետև նա ասելիք ուներ։ Ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ Մարինեն հազիվ էր կարողանում քնել։ Նա անհանգիստ էր, բայց դա այլ անհանգստություն էր, քան այն, ինչ զգացել էր վերջին շաբաթներին։ Դա մեկի սպասումն էր, ով պատրաստվում էր կարևոր բան կիսել աշխարհի հետ։ Հենրիկը հայտնվեց նրա սենյակում, փոքրիկ փաթաթված տուփով։ Բացիր, ասաց նա։ Մարինեն զգուշորեն բացեց փաթեթը։ Ներսում կար նուրբ վզնոց, վրձնի տեսքով կախազարդով։ Դա քո մորն էր պատկանում։ Նա էլ նկարչուհի էր, հիշում ես։ Միշտ կրում էր սա, երբ ցուցահանդեսներ էր բացում։ Մարինեն արցունքներ զգաց աչքերում։ Նրա մայրը մահացել էր, երբ նա ընդամենը 12 տարեկան էր, բայց հիշողությունները վառ էին։ Շնորհակալություն, հայրիկ, շշնջաց նա։ Հենրիկը գրկեց դստերը։ Վաղը դու աշխարհին ցույց կտաս, թե իրականում ով ես։ Եվ ես այնտեղ կլինեմ, առաջին շարքում, հպարտ քեզնով։ Մարինեն բռնեց վզնոցը, կարծես դա տիեզերքի ամենաթանկարժեք բանն էր։ Եվ այդ պահին նա հասկացավ մի հիմնարար բան։ Նա կարիք չուներ Ռոբերտի, իրեն լիարժեք զգալու համար։ Նա կարիք չուներ արտաքին հաստատման, արժեք ունենալու համար։ Նա ուներ իր հորը, իր արվեստը, իր ճանապարհին գտնվող երեխային իրեն։ Եվ դա ավելին էր, քան բավարար։ Բացման երեկոն եկավ Երանում գարնանային հաճելի եղանակով։ Կլարայի արվեստանոցը կենտրոնում վերափոխվել էր։ Ռազմավարականորեն տեղադրված լույսերը լուսավորում էին 3 նկարիչների նկարները, բայց Մարինեի հատվածն էր գերիշխում հիմնական տարածքում։ Նրա 15 կտավները ստեղծում էին հզոր տեսողական պատմություն, որը ստիպում էր առաջին հյուրերին կանգ առնել լուռ մտածել։ Կլարան ամեն ինչ կատարելապես էր կազմակերպել։ Կար գինի, մեղմ երաժշտություն, տպագիր կատալոգ, յուրաքանչյուր նկարչի մասին քննադատական տեքստերով։
Մարինեն ժամանեց երեկոյան 7-ին Հենրիկի ուղեկցությամբ։ Նա կրում էր պարզ, բայց էլեգանտ հողագույն զգեստ, որը նուրբ կերպով քողարկում էր նրա դեռս սկզբնական հղիությունը։ Մոր վզնոցը փայլում էր նրա մաշկի վրա։ Նա նյարդայնացած էր, ձեռքերը թեթակի դողում էին, բայց նրա աչքերում վճռականություն կար։ Կլարան ամուր գրկեց նրան։ Ամեն ինչ կատարյալ է։ Մարդիկ կսիրեն։ Վստահիր ինձ։ Եվ Մարինեն վստահեց։ Որովհետև նա այլս կորցնելու ոչինչ չուներ, միայն ամեն ինչ շահելու։ Առաջին հյուրերը սկսեցին գալ։ Տեղացի նկարիչներ, արվեստի ուսանողներ, մի քանի կոլեկցիոներներ, ում Կլարան ճանաչում էր։ Բայց հետո սկսեցին հայտնվել դեմքեր, որոնց Մարինեն ճանաչում էր ամսագրերից, թերթերից։ Կարոր արվեստի քննադատներ։ Մշակութային բաժինների խմբագիրներ։ Ժամանակակից արվեստի թանգարանի համադրող։ Կլարան Մարինեի ականջին շշնջաց. «Չգիտեմ թե ինչպես, բայց մենք կարողացանք գրավել մեծ անուններին»։ Մարինեն նայեց հորը, ով ամեն ինչ դիտում էր աննկատ անկյունից, թեթ ժպիտով։ Նա հասկացավ։ Հենրիկն իր կապերի ցանցը նորից էր օգտագործել, բայց այս անգամ նրան օգնելու համար, փայլելու։ Հայտնի քննադատ Պողոս Մելքոնյանը կանգնեց կենտրոնական նկարի առջ։ Նա ուսումնասիրեց աշխատանքը երկար րոպեներ, նախքան Մարինեին մոտենալը։ «Դուք եք նկարչուհի՞ն»։ Մարինեն գլխով արեց, փորձելով վերահսկել նյարդայնությունը։ Նա նրան նայեց իսկական հետաքրքրությամբ։ «Քանի՞ տարի եք նկարում»։ Մարինեն խորը շունչ քաշեց։ «Ման գուլց»։ Բայց մի որոշ ժամանակ դադարեցի։ Այս աշխատանքները իմ վերադարձից են։ Պողոսը մտածկոտ գլխով արեց։ Դա բացատրում է ինտենսիվությունը։ Այստեղ կա մի զգացմունքային շտապողականություն, որը հազվադեպ եմ տեսնում ժամանակակից արվեստագետների մոտ։ Դուք ոչ ոքի չեք փորձում հաճոյանալ։ Դուք պարզապես արտահայտում եք ինքներդ ձեզ։ Սա հազվադեպ է։ Եվ թանկարժեք։ Երեկոյի ընթացքում նմանատիպ այլ զրույցներ էլ տեղի ունեցան։ Մարդիկ մոտենում էին Մարինեին, հարցեր էին տալիս, գովում էին, քննարկում էին տեխնիկաներն ու թեմաները։ Մարինեն հայտնաբերեց, որ կարող է իր արվեստի մասին խոսել կրքով պարզությամբ։ Նա կարիք չուներ ձացնելու կամ կատարելու։ Պարզապես ազնիվ լինել։ Փոթորիկ շարքի նկարներից մեկը վաճառվեց առաջին ժամում։ Հետո, մեկ ուրիշը։ Կլարան հազիվ էր կարողանում զսպել ոգորությունը։ Մարինե, դու վաճառում ես։ Եվ դրանք էժան վաճառքներ չեն։ Դրանք լուրջ կոլեկցիոներներ են։ Մարինեն զգաց հուզմունքի ալիք։ Դա գումարի մասին չէր։ Դա այն մասին էր, որ ճանաչվում էր այն բանի համար, ինչ նա ստեղծել էր իր տաղանդի, որպես նկարչուհի իր արժեքի համար։ Հենրիկը ամեն ինչ դիտում էր աննկատ բավարարվածությամբ։ Նա զգացմունքային դրսևորումների մարդ չէր, բայց նրա աչքերի փայլը խորը հպարտություն էր բացահայտում։ Որոշակի պահի Պողոս Մելքոնյանը մոտեցավ նրան։ Դուք նկարչուհու ընտանիքի անդամ եք։ Հենրիկը հաստատեց։ Ես նրա հայրն եմ։ Պողոսը ձեռքը մեկնեց։ Շնորհավորում եմ։ Ձեր դուստրը բացառիկ տաղանդ ունի։ Ես կգրեմ այս ցուցահանդեսի մասին իմ սյունակում։ Հենրիկը ձեռքը ամուր սեղմեց։ Շնորհակալ եմ։ Բայց ես համոզված եմ, որ նա այս ճանաչումը ձեռք է բերել իր սեփական արժանինքներով։ Պողոսը ժպտաց։ Անկասկած։ Արվեստը չի ստում։ Կամ այն իսկական է, կամ ոչինչ։ Եվ նրա աշխատանքը խորապես իսկական է։ Մինչ Մարինեն ապրում էր գեղարվեստական վերածննդի գիշեր, Ռոբերտը զգում էր հակառակը։ Նա իր բնակարանում էր, մենակ, դիտելով տնտեսական նորությունները։ Tech Vision-ը շարունակում էր ազատ անկումը։ Այդ կեսօրին տնօրենների խորհուրդը քվեարկել էր։ 5 կողմ, 2 դեմ ձայներով որոշել էին ժամանակավորապես հեռացնել նրան գործադիր տնօրենի պաշտոնից։ Ֆինանսական տնօրենը ժամանակավորապես կստանձներ ղեկավարությունը, մինչ նրանք արտաքին ղեկավար կփնտրեին վերականգնումը առաջնորդելու համար։ Ռոբերտը պայքարել էր, բղավել էր, սպառնացել էր դատի տալ։ Բայց վերջում նա ընտրություն չուներ։ Կամ կընդուներ ժամանակավոր հեռացումը, կամ մշտապես կազատվեր։ Անարգանքը անտանելի էր։ Ռոբերտը կառուցել էր այդ ընկերությունը 0-ից։
Սկզբնական կոդի ամեն տող, ներդրողների համար ամեն ներկայացում, ամեն փակված պայմանագիր։ Ամեն ինչ արվել էր նրա կողմից։ Եվ հիմա նրան հեռացնում էին, կարծես նա լուծման ենթակա խնդիր լիներ։ Նա իրեն էլ ավելի շատ վիսկի լցրեց, բայց այս անգամ նույնիսկ ալկոհոլը չէր մեղմացնում ցավը։ Բնակարանը մութ էր։ Նա լույսերը վառելու էներգիա էլ չուներ։ Նա նստեց հատակին, հենված բազմոցին, իր չափահաս կյանքում առաջին անգամ Ռոբերտ Ալեքսանյանը լացեց։ Դա զայրույթի կամ հիասթափության լաց չէր։ Դա պարտության լաց էր։ Հասկանալու, որ կորցրել էր իր կյանքի ամբողջական վերահսկողությունը։ Եվ այդ լացի մեջ մի հիշողություն հայտնվեց։ Մարինեն ամիսներ առաջ փորձում էր խոսել նրա հետ զգացմունքների մասին, միասին կյանք կառուցելու, դանդաղելու մասին։ Նա ամբողջովին անտեսել էր։ Ասել էր, որ նա չի հասկանում բիզնես աշխարհը, որ նա միամիտ է, որ պետք է պարզապես լուր աջակցի իրեն։ Եվ նա հնազանդվել էր, մինչ այլս չէր կարողացել դիմանալ։ Միգուցե, եթե նա լսեր, ամեն ինչ այլ կլիներ։ Ռոբերտը մի կողմ դրեց այդ միտքը։ Շատ ուշ էր շահարկումների համար։ Ռոբերտի վարձած հետախույզը վերջապես նախնական զեկույց ներկայացրեց։ Դա 20 էջանոց փաստաթուղթ էր, որը Ռոբերտը կարդաց աճող անհանգստությամբ։ Հենրիկ Գալստյանը պարզապես ավանդական գործարար չէր։ Նա Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր, բայց գործում էր ստվերում։ Նա աննկատ մասնակցություն ուներ տասնյակ ընկերություններում, կապեր կառավարության բոլոր մակարդակներում, հարաբերություններ տարբեր երկրների բիզնես ղեկավարների հետ։ Նա միջազգային ֆինանսական հաստատությունների ոչ պաշտոնական խորհրդատու էր։ Նա ուներ այն մարդկանց վստահությունը, ովքեր մի խոսքով միլիարդներ էին շարժում։ Զեկույցը նա անհանգստացնող բան էր բացահայտում։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում Հենրիկի հետ կապված ընկերությունները աննկատ ավելացրել էին մասնակցությունները ռազմավարական ոլորտներում։ Եվ այդ մասնակցություններից մի քանիսը համընկնում էին Tech Vision-ի մատակարարների գործընկերների հետ։ Ռոբերտը ստամոքսի պտույտ զգաց։ Դա համակարգված էր։ Ամեն ինչ համակարգված էր։ Դրանք պատահականություններ չէին, դա վատ բախտ չէր, դա շուկան բնականաբար չէր արձագանքում։ Դա Հենրիկ Գալստյանն էր, մեթոդաբար, լուռ, քանդելով Ռոբերտի կայսրությունը կտոր-կտոր։ Եվ Ռոբերտը չէր կարող ոչինչ ապացուցել։ Ամեն ինչ օրինական էր, տեխնիկական, կանոնների շրջանակներում։ Բայց ազդեցությունը ավերիչ էր։ Ռոբերտը վերցրեց հեռախոսը։ Երկար րոպեներ վարանեց, նախքան վերջապես հավաքելը։ Մարինեն պատասխանեց մի քանի զանգից հետո։ Նրա ձայնը այլ որակ ուներ։ Ավելի ամուր, ավելի վստահ։ Ալո։ Ռոբերտը քիչ էր մնում անջատեր, բայց ստիպեց իրեն խոսել։ Մարինե, ես եմ։ Լռություն մյուս կողմից։ Հետո, սառնորեն։ Ինչ ես ուզում, Ռոբերտ։ Նա հստակ չգիտեր, թե ինչ ասել։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Եվ քո հոր հետ։ Մարինեն ծիծաղեց, բայց դա առանց հումորի ծիծաղ էր։ Հիմա։ Ես ուզում խոսել։ Հիմա, երբ քո ընկերությունը փլուզվում է, հիմա, երբ մենակ ես։ Ռոբերտը կուլ տվեց իր հպարտությունը։ Խնդրում եմ։ Ես գիտեմ, որ սխալներ եմ թույլ տվել։ Պարզապես պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում։ Մարինեն մի պահ լռեց։ Հետո պատասխանեց մի ձայնով, որը Ռոբերտը չէր ճանաչում։ Այն, ինչ կատարվում է, այն է, որ հետանքներ գոյություն ունեն, Ռոբերտ։ Դու ինձ աղբի պես վերաբերվեցիր։ Ինձ վռնդեցիր հղի վիճակում անձրի տակ, գիշերվա կեսին, առանց գումարի, առանց նպատակի։ Կասկածի տակ դրեցիր քո սեփական որդու հայրությունը։ Եվ կարծեցիր, որ հետանքներ չեն լինի։ Ռոբերտը փորձեց առարկել։ Ես զայրացած էի, ճիշտ չմտածեցի։ Ես կարող եմ փոխհատուցել։ Մենք կարող ենք դրա մասին խոսել որպես չափահասներ։ Մարինեն ընդհատեց նրան։ Խոսակցություն չկա, Ռոբերտ։ Ընթացքի մեջ է ամուսնալուծության գործընթաց։ Իմ փաստաբաններն են դրանով զբաղվում։ Իսկ մնացածի վերաբերյալ դե, գուցե դու պետք է մտածես, թե ինչպես կառուցեցիր քո կայսրությունը։ Քանի։ Մարդու հաշվին։ Քանի։ Կյանք ես տրորել։ Զանգն ավարտվեց այնտեղ։ Մարինեն անջատեց հեռախոսը։
Ռոբերտը նայում էր հեռախոսին, իրեն ավելի կորած զգալով, քան երբևէ։ Նա փոխվել էր։ Հնազանդ, համաձայնող Մարինեն, ում նա ճանաչել էր, այլևս գոյություն չուներ։ Նրա տեղը մի կին էր, ողնաշարով, իր սեփական ձայնով։ Եվ տարօրինակ կերպով Ռոբերտը զգաց մի բան, որը չէր սպասում։ Հարգանք։ Գուցե նույնիսկ զղջում։ Բայց դրանք չափազանց ուշացած զգացմունքներ էին, չափազանց անօգուտ։ Վերադառնալով արվեստանոց, Մարինեն դրեց հեռախոսը, թեթակի դողացող ձեռքերով։ Հենրիկը մոտեցավ։ Նա զանգահարեց։ Մարինեն գլխով արեց։ Խոսել էր ուզում։ Ասում է, որ սխալներ է թույլ տվել։ Հենրիկը ձեռքը դրեց դստեր ուսին։ Եվ դու ինչ պատասխանեցիր։ Մարինեն նայեց հորը։ Որ հետանքներ գոյություն ունեն։ Որ նա քաղում է այն, ինչ ցանել է։ Հենրիկը համաձայնեց։ Շատ լավ։ Երբեք մի մոռացիր քո արժեքը, Մարինե։ Ռոբերտի նման տղամարդիկ միայն ուժն են հարգում։ Եվ դու վերջապես գտել ես քոնը։ Ցուցահանդեսը շարունակվեց 2 ժամ։ Երեկոյի վերջում Մարինեն վաճառել էր 15 նկարներից 8-ը։ Քննադատները խոստացան գովեստի հոդվածներ։ Կոլեկցիոներները քարտեր թողեցին, խնդրելով տեղեկացնել ապագա աշխատանքների մասին։ Կլարան շողշողուն էր։ Մարինե, դու վերադարձել ես։ Ոչ, դու ավելի լավ ես, քան երբևէ։ Մարինեն երախտագիտությամբ գրկեց ընկերուհուն։ Շնորհակալություն ինձ հավատալու համար, երբ ես ինքս չէի հավատում։ Կլարան ժպտաց։ Միշտ գիտեի, որ դու հատուկ ես։ Պարզապես պետք էր, որ դու հիշեիր դա։ Երբ Մարինեն Հենրիկը այդ գիշեր տուն վերադարձան, նա իրեն այլ կերպ զգաց։ Դա պարզապես ցուցահանդեսի հաջողությունը չէր։ Դա ներքին, խորը փոփոխություն էր։ Նա հասկացավ, որ գոյատել էր այն, ինչ թվում էր ամեն ինչի վերջը։ Նա մերժվել էր, անարգվել, դուրս նետվել իր սեփական կյանքից։ Եվ այնուամենայնիվ, նա բարձրացել էր։ Նա արվեստ էր ստեղծել, նորից կապվել էր իր հետ, գտել էր այն ուժը, որը չգիտեր, թե ուներ։ Երեխան իր ներսում առաջին անգամ ոտքով հարվածեց։ Մարինեն ձեռքը դրեց որովայնին ժպտաց։ Մենք լավ կլինենք, շշնջաց նա։ Ես խոստանում եմ։ Հենրիկը դստերը դիտում էր բավարարվածությամբ։ Նրա մասը գրեթե ամբողջական էր։ Ռոբերտը կործանված էր մասնագիտորեն անձնապես։ Մարինեն վերականգնվում էր ծաղկում։ Արդարությունը համենայն դեպս, ինչպես Հենրիկն էր հասկանում այն, իրագործվում էր։ Ոչ թե բռնության կամ անօրինականության միջոցով, այլ վիրաբուժական ճշգրտությամբ։ Ամեն գործողություն հաշվարկված էր։ Ամեն շարժում չափված։ Եվ հիմա մնում էր միայն վերջնական շարժումը։ Հաղորդագրությունը, որը հստակ կդարձներ Ռոբերտի ցանկացած մեկի համար, ով կփորձեր նմանատիպ բան ապագայում։ Նրա ընտանիքին դիպչելը գին ուներ։ Եվ նա կապահովեր, որ այդ գինը հիշվեր։ Մարինեի ցուցահանդեսից 1 շաբաթ անց Ռոբերտը նամակ ստացավ։ Դա էլեկտրոնային չէր, այլ ֆիզիկական առաքված սուրհանդակի կողմից հաստ թղթածրարով, առանց նույնականացված ուղարկողի։ Ներսում 1 քարտ, ձորաղբյուրի հասցեով հաջորդ օրվա համար նշված ժամով։ Ոչինչ ավելին։ Ոչ մի բացատրություն, ոչ մի ստորագրություն։ Բայց Ռոբերտը գիտեր։ Դա Հենրիկ Գալստյանն էր։ Հրավերը, որը նա խնդրել էր, բայց այնպես, որ հստակ դարձներ, թե ով էր վերահսկում իրավիճակը։ Ռոբերտը գիշերն անքուն անցկացրեց։ Նրա մի մասը ցանկանում էր անտեսել հրավերը, պահպանել հպարտության որոշ մնացորդ։ Մյուս մասը գիտեր, որ պետք է հասկանա։ Պետք էր նայել այն մարդու աչքերին, ով կործանել էր իր կյանքը, հարցնել ինչու։ Հաջորդ առավոտ նա հագավ մի կոստյում, որը նախկինում կրում էր կարևոր հանդիպումների ժամանակ։ Հիմա այն պարզապես փխրուն զրահ էր թվում։ Ինքն էր մեքենա վարելով հասել ձորաղբյուր։ Չէր ուզում ոչ վկաներ, ոչ էլ վարորդ։ Դա ճանապարհ էր, որը պետք է մենակ անցներ։ Գալստյանների կալվածքը տպավորիչ էր այնպես, ինչպես Ռոբերտը չէր սպասում։ Դա ոչ թե ժամանակակից ցուցադրություն էր, այլ հին ամրություն։ Բարձր պարիսպներ, պատված բաղեղով, մշակված երկաթյա դարպասներ, դարավոր ծառերի ծառուղի, որը տանում էր դեպի առանձնատուն։ Ռոբերտին ընդունեց նույն վարորդը, ով Մարինեին էր վերցրել այդ անձրոտ գիշեր, շաբաթներ առաջ։
Տղամարդը նրան լուր ուղեկցեց Հենրիկի գրասենյակ 3-րդ հարկում։ Հենրիկը կանգնած էր պատուհանների դիմաց, դիտելով այգիները։ Նա շրջվեց, երբ Ռոբերտը ներս մտավ։ Երկու տղամարդիկ երկար վայրկյաններ նայեցին միմյանց։ Հենրիկը ժեստ արեց բազկաթոռին։ «Նստիր, խնդրում եմ»։ Ռոբերտը հնազանդվեց, բայց պահպանեց կոշտ կեցվածքը։ Հենրիկը հարմարվեց իր կարմիր ծառի գրասեղանի հետում։ «Կարծում եմ, որ շատ հարցեր ունեք», սկսեց ավագը։ Ռոբերտը փորձեց ձայնը ամուր պահել։ «Դուք էիք»։ «Ամեն ինչ»։ Բաժնետոմսերի անկումը, պայմանագրերի կորուստը, բանկերը, մամուլը։ «Ամեն ինչ կազմակերպվել է ձեր կողմից»։ Հենրիկը չմերժեց։ Պարզապես հանգիստ գլխով արեց։ «Այո»։ Ռոբերտը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում։ «Ինչու»։ «Որովհետև ձեր դուստրը ես բաժանվեցինք։ Ամուսնությունները ավարտվում են։ Դա ձեզ իրավունք չէր տալիս ոչնչացնել իմ կյանքը»։ Հենրիկը ընդհատեց նրան ցածր, բայց կտրուկ ձայնով։ «Դա այն պատճառով չէր, որ ամուսնությունն ավարտվեց։ Դա այն պատճառով էր, թե ինչպես վերաբերվեցիք իմ դստերն»։ Ռոբերտը փորձեց առարկել։ «Ես զայրացած էի, ասացի բաներ, որոնք չպետք է ասեի։ Բայց նա հիմա լավ է։ Նա նույնիսկ նկարներ է վաճառում, հարմարավետ ապրում է այստեղ։ Ինչ տարբերություն է դա դարձնում»։ Հենրիկը առաջ թեքվեց։ «Ինչ տարբերություն է դա դարձնում։ Դուք վռնդեցիք հղի կնոջը տնից, գիշերվա կեսին, անձրի տակ, առանց գումարի, առանց նպատակի։ Կասկածի տակ դրեցիք ձեր սեփական որդու հայրությունը։ Հանրայնորեն նրան անարգեցիք ձեր անպատշաճ հարաբերությունների միջոցով ձեր ենթակայի հետ։ Եվ կարծում եք, որ դա հետանքների արժանի չէ»։ Ռոբերտը պաշտպանական դիրք ընդունեց։ «Օրենքի շրջանակներում հետանքներ, գուցե։ Թանկ ամուսնալուծություն, ալիմենտ։ Բայց ոչնչացնել իմ ընկերությունը։ Սա վրեժ է, ոչ թե արդարություն»։ Հենրիկը հետ թեքվեց աթոռին։ «Թույլ տվեք բացատրել արդարության մասին մի բան, Ռոբերտ։ 40 տարի շարունակ ես հեղինակություն եմ կառուցել պարզ կանոնի վրա հիմնված։ Ես առանց պատճառի ուրիշների գործերին չեմ խառնվում։ Ես ուժ չեմ օգտագործում քմահաճույքով։ Բայց երբ ինչ-որ մեկը հարձակվում է իմ ընտանիքի վրա, երբ ինչ-որ մեկը վնասում է այն մարդկանց, ում սիրում եմ, ես պատասխանում եմ։ Եվ պատասխանում եմ այնպես, որ դասը սովորի ոչ միայն հարձակվողը, այլ բոլորը, ովքեր կարող են նմանատիպ բան դիտարկել ապագայում»։ Ռոբերտը ցուրտ զգաց ողնաշարում։ «Ուրեմն սա ցուցադրություն էր։ Օրինակ»։ Հենրիկը համաձայնեց։ «Եթե նախընտրում եք այդպես տեսնել»։ Բայց Ռոբերտը պատրաստ չէր ընդունել ամբողջական պարտությունը։ Նա դեռ հարցեր ուներ։ «Ինչպե՞ս։ Ինչպե՞ս եք դուք այդ ամենն արել, առանց հետքեր թողնելու»։ Հենրիկը թույլ տվեց իրեն թեթակի ժպիտ։ «Հարաբերություններ, Ռոբերտ։ Մի բան, որը դուք երբեք իրականում չեք գնահատել։ Տասնամյակների ընթացքում ես վստահության ցանց եմ կառուցել։ Ես օգնել եմ մարդկանց կարևոր պահերին։ Ես ազնիվ գործարքներ եմ կատարել։ Ես հարգանք եմ ձեռք բերել։ Երբ ինձ ինչ-որ բան է պետք, ես կարիք չունեմ սպառնալու կամ կաշառելու։ Ես պարզապես փաստեր եմ ներկայացնում, թույլ տալիս, որ խելացի մարդիկ խելացի որոշումներ կայացնեն։ Ձեր շվեյցարական բանկը վարկ չկտրեց, որովհետև ես հրամայեցի։ Կտրեց, որովհետև թվերն իսկապես մտահոգություն էին արդարացնում։ Ես պարզապես ապահովեցի, որ նրանք ուշադիր նայեն»։ Ռոբերտը սկսեց հասկանալ այն ամենի մեծությունը, ինչին բախվում էր։ Դա թշնամի չէր, ով օգտագործում էր կոպիտ ուժ, այլ մեկը, ով իրականությունը շատ նուրբ էր մանիպուլացնում, որ բնական էր թվում։ «Եվ դուք երբեք չեք բռնվի», ասաց Ռոբերտը, ավելի շատ որպես արձանագրում, քան մեղադրանք։ Հենրիկը համաձայնեց։ «Որովհետև ես ոչ մի ապօրինի բան չեմ արել։ Ես փաստաթղթեր չեմ կեղծել, սկանդալներ չեմ հորինել, վկայություններ չեմ գնել։ Ես պարզապես արագացրել եմ այն գործընթացները, որոնք արդեն ընթացքի մեջ էին։ Ձեր ընկերությունը կառուցվածքային խնդիրներ ուներ։ Ես պարզապես ապահովեցի, որ դրանք ավելի արագ բացահայտվեն»։ Ռոբերտը գիտեր, որ դա ճիշտ էր։ Tech-Vision-ը միշտ գործել էր սահմանին։ Նա պարզապես լավ էր թաքցնում ճաքերը։ Հենրիկը շարունակեց։
Բայց կա մի բան, որը դուք պետք է հասկանաք։ Սա պարզապես պատժի մասին չէր։ Սա սովորեցնելու մասին էր։ Դուք կայսրություն կառուցեցիք հիմնված ամբարտավանության անհարգալից վերաբերմունքի վրա։ Դուք մարդկանց տրորեցիք, որովհետև կարող էիք։ Աշխատակիցներին վերաբերվեցիք որպես օգտագործման ենթակա մասերի։ Մարինեին վերաբերվեցիք որպես դեկորատիվ աքսեսուարի։ Հավատացիք, որ իշխանությունը միայն գումարի տեսանելի ազդեցության մասին է։ Բայց իրական իշխանությունը պատասխանատվության մասին է։ Դա ձեր դիրքը պաշտպանելու, ոչ թե ոչնչացնելու համար օգտագործելու մասին է։ Դա մի բան կառուցելու մասին է, որը դիմանում է, ոչ թե մի բան, որը փլուզվում է առաջին փոթորկի ժամանակ։ Ռոբերտը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում իր ներսում։ Դա ոչ միայն զայրույթ կամ հիասթափություն էր։ Դա այն գիտակցումն էր, որ տարիներ էր վատնել, դատարկ բան կառուցելով։ Նա նայեց Հենրիկին առաջին անգամ տեսավ ոչ թե թշնամու, այլ հայելու, որը ցույց էր տալիս այն ամենը, ինչ նա կարող էր լինել, եթե այլ ընտրություններ աներ։ Իսկ Մարինեն, հարցրեց Ռոբերտը գրեթե անլսելի ձայնով։ Իրականում ինչպես է նա։ Հենրիկը մեղմացրեց արտահայտությունը։ Նա վերականգնվում է։ Նորից սկսել է նկարել։ Նա ունի իրական տաղանդ, որը դուք երբեք չեք գնահատել։ Եվ հղի է մի երեխայով, ում նա արդեն անվերապահորեն սիրում է, նույնիսկ եթե դուք չեք ուզում ճանաչել նրան։ Ռոբերտը փակեց աչքերը։ Մեղքը ֆիզիկական ծանրություն էր նրա կրծքին։ Կարող եմ տեսնել նրան։ Հենրիկը մի պահ լռեց։ Հետո, զարմանալիորեն, համաձայնեց։ Եթե նա ցանկանա տեսնել ձեզ, այո։ Բայց իմ պայմաններով։ Առանց մանիպուլյացիայի, առանց նրան նորից շահելու փորձերի։ Պարզապես ազնիվ խոսակցություն։ Ռոբերտը գլխով արեց։ Ես ընդունում եմ։ Ես պետք է ներողություն խնդրեմ։ Իրականում։ Հենրիկը ուսումնասիրեց ավելի երիտասարդ դեմքը։ Ես կհարցնեմ նրան։ Բայց ոչինչ չեմ խոստանում։ Դուք կործանեցիք նրա վստահությունը։ Դա ներողություն խնդրելով չի վերականգնվում։ Հենրիկը հեռախոսով զանգահարեց Մարինեին։ Նա իր արվեստանոցում էր։ Երբ նա բացատրեց, որ Ռոբերտը այնտեղ է ուզում է խոսել, մյուս կողմից լռությունը երկար էր։ Վերջապես, նա պատասխանեց. Լավ։ Բայց ձեր ներկայությամբ։ Եվ ընդամենը մի քանի րոպեով։ Հենրիկը հաստատեց անջատեց։ Նա գալիս է։ Ռոբերտը զգաց թեթացման սարսափի խառնուրդ։ Ինչ կասեր նա։ Ինչպես ներողություն կխնդրեր աններելիի համար։ Մարինեն հասավ 15 րոպե անց։ Նա հագած էր։ Պարզ հագուստ, մազերը հավաքած, առանց դիմահարդարման։ Նա ավելի գեղեցիկ էր, քան Ռոբերտը հիշում էր։ Նրա մեջ մի լույս կար, որը նախկինում չկար։ Մի ուժ։ Նա մտավ գրասենյակ, նայեց Ռոբերտին առանց ակնհայտ զգացմունքի։ Բար, Ռոբերտ։ Նա բնազդաբար վեր կացավ։ Բար, Մարինե։ Դու լավ ես։ Նա գլխով արեց։ Ես լավ եմ։ Իրականում, ավելի լավ եմ, քան տարիների մեջ եմ եղել։ Մեկնաբանությունը հարվածեց Ռոբերտին ապտակի պես, բայց նա արժանի էր դրան։ Նա խորը շունչ քաշեց։ Ես եկել եմ ներողություն խնդրելու։ Ես գիտեմ, որ խոսքերը չեն փոխհատուցում այն, ինչ արեցի։ Բայց ես պետք է, որ դու իմանաս, որ զղջում եմ։ Ամեն ինչի համար։ Թե ինչպես վերաբերվեցի քեզ, թե ինչպես մերժեցի մեր որդուն, թե ինչպես դեն նետեցի թանկարժեք բան, որովհետև կուրացած էի հավակնությունից, հպարտությունից։ Մարինեն նրան դիտում էր չեզոք արտահայտությամբ։ Դու զղջում ես, որովհետև ամեն ինչ կորցրել ես, թե։ Որովհետև իրականում հասկանում ես, թե ինչ արեցիր։ Ռոբերտը վարանեց։ Հեշտ կլիներ ստել, ասել, որ ամբողջովին հասկանում էր։ Բայց Մարինեն արժանի էր ազնվության։ Հավանաբար երկուսից մի փոքր։ Բայց ես փորձում եմ հասկանալ։ Ես փորձում եմ տեսնել, թե որտեղ եմ սխալվել։ Մարինեն դանդաղ գլխով արեց։ Գոնե ազնիվ է։ Նա մոտեցավ պատուհանին, նայելով այգիներին։ 3 տարի շարունակ, Ռոբերտ, ես ինձ զրկեցի քեզ համար։ Ես դադարեցի նկարել, որովհետև դու ասացիր, որ ժամանակի կորուստ է։
Ես հեռացա իմ ընտանիքից, որովհետև դու չէիր հանդուրժում նրանց։ Ես հագա այն հագուստները, որոնք դու հավանեցիր, հաճախեցի այն միջոցառումներին, որոնք դու ուզում էիր, ժպտացի, երբ դու հրամայեցիր։ Ես դարձա ստվեր։ Եվ երբ վերջապես քաջություն հավաքեցի խոսելու ընտանիք ունենալու, միասին իրական բան կառուցելու մասին, դու ինձ դեն նետեցիր աղբի պես։ Ռոբերտը զգաց, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Ես գիտեմ։ Եվ դա աններելի է։ Մարինեն շրջվեց, դեմ առ դեմ կանգնելու նրա հետ։ Դու ճիշտ ես։ Դա աններելի է։ Բայց մի բան հասկացի։ Ես քեզ չեմ ատում, Ռոբերտ։ Ես քեզ խղճում եմ։ Որովհետև դու դատարկ ես։ Դու կայսրություն կառուցեցիր, բայց ոչինչ չունես, որն իսկապես կարևոր է։ Ոչ մի իրական կապ, ոչ մի իսկական սեր, ոչ մի նպատակ, բացի ավելի շատ ուժ գումար կուտակելուց։ Եվ երբ ամեն ինչ փլուզվում է, դու մենակ ես մնում։ Ես ունեմ իմ հորը, իմ արվեստը, իմ որդուն։ Ես պատճառներ ունեմ առավոտյան արթնանալու համար։ Դու ինչ ունես։ Ռոբերտը պատասխան չուներ։ Որովհետև նա ճիշտ էր։ Նա ոչինչ չուներ։ Մարինեն շարունակեց, հիմա ավելի մեղմ ձայնով։ Ես ընդունում եմ քո ներողությունը, Ռոբերտ։ Բայց ոչ թե այն պատճառով, որ քեզ ամբողջովին ներում եմ։ Ես ընդունում եմ, որովհետև պետք է առաջ շարժվեմ, առանց զայրույթ կրելու։ Ինչ վերաբերում է երեխային, նա ձեռքը դրեց իր աննկատ կլորացած որովայնին, դու ընտրություն ունես։ Կարող ես լինել իրական հայր, ներկա, պատասխանատու, երբ պատրաստ լինես լինել ավելի լավ մարդ։ Կամ կարող ես շարունակել քո կյանքը առանց մեզ։ Ամեն դեպքում, մենք լավ կլինենք։ Ռոբերտը հույս զգաց առաջին անգամ շաբաթների մեջ։ Ես ուզում եմ հայր լինել։ Ես ուզում եմ ճանաչել իմ որդուն։ Բայց հասկանում եմ, եթե դու ինձ հիմա չես վստահում։ Ես գործերով կապացուցեմ, ոչ թե խոսքերով։ Հենրիկը, ով ամեն ինչ լուր դիտում էր, վերջապես խոսեց։ Ռոբերտ, ես շատ հստակ կլինեմ։ Եթե դու իրական փոփոխություն ցուցաբերես, եթե վերակառուցես քո կյանքը ամուր հիմքերով, տեղ կլինի քեզ համար այդ երեխայի կյանքում։ Բայց եթե նորից փորձես մանիպուլյացիայի ենթարկել Մարինեին, եթե նրան որը լրացուցիչ տառապանք պատճառես, այն, ինչ պատահեց քո ընկերության հետ, կատակ կլինի համեմատած նրա հետ, ինչ ես կանեմ։ Հասկանալի է։ Ռոբերտը շեշտակիորեն գլխով արեց։ Ես հասկանում եմ։ Եվ ընդունում եմ ձեր պայմանները։ Ես պարզապես ուզում եմ հնարավորություն, ճիշտ բաներ անելու համար։ Հանդիպումն ավարտվեց դրանից անմիջապես հետո։ Մարինեն առաջինը դուրս եկավ, նախքան հոր հետ հայացքներ փոխանակելը, որը շատ բան էր հաղորդում։ Հենրիկը Ռոբերտին ուղեկցեց մինչ ելքը։ Նախքան նրա հեռանալը, ավագ տղամարդը վերջին բանն ասաց. Իրական ուժը ուրիշներին ոչնչացնելը չէ, Ռոբերտ։ Դա ժամանակին դիմացող բան կառուցելն է։ Դա ժառանգություն ստեղծելն է, որը կարևոր է։ Դու դեռ երիտասարդ ես։ Դու դեռ կարող ես սովորել։ Բայց դու պետք է այլ ճանապարհ ընտրես։ Ռոբերտը գլխով արեց, տարիների մեջ առաջին անգամ խոնարհվելով։ Ես կփորձեմ։ Չգիտեմ, թե կկարողանամ, բայց կփորձեմ։ Հենրիկը կարճ ժամանակով ձեռքը դրեց նրա ուսին։ Ուրեմն հույս կա։ 6 ամիս էր անցել ձորաղբյուրի առանձնատանը կայացած այդ հանդիպումից։ Աշխարհը փոխվել էր բոլոր ներգրավվածների համար, բայց բոլորովին այլ կերպ։ Մարինեն հղիության 8-րդ ամսում էր։ Նրա որովայնն այժմ ցցուն էր, նա շարժվում էր նրբագեղ զգուշությամբ, ով թանկարժեք կյանք է կրում։ Արվեստանոցը, որը հայրը պատրաստել էր, դարձել էր նրա սրբավայրը։ Այնտեղ նա ամեն օր նկարում էր, ստեղծելով աշխատանքներ, որոնք ավելի ու ավելի էին ճանաչում ձեռք բերում Երանի գեղարվեստական շրջանակներում։ Կլարայի արվեստանոցում կայացած ցուցահանդեսը միայն սկիզբն էր։ Հաջորդ շաբաթներին Մարինեն հրավերներ էր ստացել մասնակցելու խմբակային ցուցադրությունների հայտնի պատկերասրահներում։ Քննադատները սկսել էին հետել նրա աշխատանքին։ Մի կարևոր կոլեկցիոներ գնել էր նրա 3 նկարները միանգամից։ Արվեստի ամսագրերը հոդվածներ էին հրապարակել նրա հաղթական վերադարձի մասին։ Բայց ամենակարևորը արտաքին հաջողությունը չէր։ Դա այն էր, թե ինչպես էր Մարինեն իրեն զգում ներքուստ։ Տարիների մեջ առաջին անգամ նա լիարժեք էր։ Նա ոչ ոքի հաստատման կարիք չուներ, բացի իրենից։
Կլարան գրեթե ամեն օր էր այցելում, օգնելով Մարինեին երեխայի ժամանման նախապատրաստությունների հարցում։ Երկուսը առանձնատան սենյակներից մեկը վերածել էին հարմարավետ մանկապարտեզի։ Պատերը ներկված էին կապույտի սպիտակի մեղմ երանգներով, Մարինեի կողմից պատրաստված ձեռագործ շարժական խաղալիք, դարակներ, մանկական գրքերով, որոնք Հենրիկը լուր հավաքում էր։ Ամեն ինչ պատրաստ էր փոքրիկ Գաբրիելի ժամանմանը, անուն, որը Մարինեն ընտրել էր ի պատիվ իր մորական պապի, ում նա հազիվ էր ճանաչել։ Հենրիկը ամեն ինչին հետում էր աչքերի փայլով, որը զարմացնում էր նույնիսկ տան ամենահին աշխատակիցներին։ Նա, ով միշտ զուսպ էր, զսպված, հիմա իրեն թույլ էր տալիս զգացմունքներ դրսևորել, երբ խոսում էր գալիք թոռան մասին։ Նա պատվիրել էր կառուցել մի փոքրիկ մանկական խաղահրապարակ այգիներում։ Գնել էր հայրության մանկական զարգացման մասին գրքերի մի ամբողջ գրադարան։ Նա իսկապես ոգորված էր պապիկ դառնալու համար, Մարինեն հասկանում էր, որ այդ երեխան արդեն սիրված էր նախքան ծնվելը։ Ռոբերտը, մյուս կողմից, ապրում էր բոլորովին այլ իրականություն։ Tech Vision-ը դատական վերակազմավորում էր հայտարարել իր հեռացումից 2 ամիս անց։ Ընկերությունը, որը նա կառուցել էր, քանդվում, մաս-մաս վաճառվում էր։ Ներդրողները կորցրել էին միլիոններ։ Աշխատակիցները ազատվել էին աշխատանքից։ Ռոբերտ Ալեքսանյան անունը, որը նախկինում հաջողության հոմանիշ էր, դարձել էր ամբարտավանության վատ կառավարման օրինակ։ Նա կորցրել էր գրեթե ամեն ինչ։ Սայաթ Նովայի Բողոտայի բնակարանը վաճառվել էր պարտքերը մարելու համար։ Շքեղ մեքենաները, թանկարժեք ժամացույցները, դիզայներական հագուստները։ Ամեն ինչ լուծարված էր։ Բայց անսպասելի բան էր պատահել Ռոբերտի հետ, ամեն ինչ կորցնելու գործընթացում։ Նա սկսել էր գտնել իրեն։ Առանց հաջողության վահանի, առանց հարստության զրահի, առանց հզոր գործադիր տնօրենի դիմակի, Ռոբերտը ստիպված էր դեմ առ դեմ կանգնել նրա հետ, թե ով էր ինքն իրականում։ Եվ նա չհավանեց այն, ինչ տեսավ։ Դատարկ, ամբարտավան մարդ, ով տրորել էր մարդկանց, որովհետև կարող էր, ով շփոթել էր ուժը արժեքի հետ։ Բայց ի տարբերություն շատերի, ովքեր պարզապես խորտակվում են ինքնախղճահարության մեջ, Ռոբերտը որոշում կայացրեց։ Նա կփոխվեր։ Իրականում։ Նա տեղափոխվել էր Երանի արևելյան թաղամասի պարզ բնակարան։ Նա աշխատանք էր գտել որպես խորհրդատու մի փոքրիկ ստարտափում, օգտագործելով իր տեխնիկական գիտելիքները, բայց առանց այն ղեկավար պաշտոնի, որը նախկինում պահանջում էր։ Նա վաստակում էր նախկինում վաստակածի մի մասը, բայց դա ազնիվ էր։ Նա սկսել էր թերապիա, մի բան, որը նա միշտ թուլություն էր համարել։ Սեանսների ընթացքում նա ապակառուցում էր տարիների թունավոր վարքագծերը, հաջողության մարդկային արժեքի մասին աղավաղված համոզմունքները։ Եվ, գուցե ամենակարևորը, Ռոբերտը հարգել էր Մարինեի անձնական տարածքը։ Նա չէր փորձել ուղղակիորեն կապվել նրա հետ։ Փոխարենը, նա ամիսը մեկ ձեռագիր նամակ էր ուղարկում փաստաբանների միջոցով, թարմացնելով իր կյանքի, իր կատարած փոփոխությունների, թե ինչպես էր սովորում լինել ավելի լավ մարդ։ Նա անընդհատ ներողություն չէր խնդրում։ Նա հնարավորություններ չէր աղերսում։ Նա պարզապես փաստագրում էր իր վերափոխման ճանապարհը։ Մարինեն ուշադիր կարդում էր ամեն նամակ։ Հենրիկը նույնպես, ստուգելով, թե արդյոք մանիպուլյացիայի նշաններ կան։ Բայց նամակներն իսկական էին։ Խոցելի։ Ազնիվ։ Մարտի մի արոտ առավոտ Մարինեն արթնացավ, զգալով ինչ-որ տարբեր բան։ Թեթ, բայց կանոնավոր կծկումներ։ Նա կանչեց տիկին Սիրանուշին, ով անմիջապես շարժեց ամբողջ տունը։ Հենրիկը Երանում հանդիպման էր, բայց ամեն ինչ թողեց, երբ զանգ ստացավ։ Մարինեին տեղափոխեցին տարածքի մասնավոր հիվանդանոց, Կլարայի տնային տնտեսուհու ուղեկցությամբ։ Հենրիկը հասավ մեկ ժամ անց, իր դստերը գտնելով արդեն հարմարավետ սենյակում, շրջապատված բանիմաց բժիշկներով, բուժքույրերով։ Ծննդաբերությունը տեց 7 ժամ։ Դա ցավի, ջանքերի ժամեր էին, պահեր, երբ Մարինեն կասկածում էր, թե արդյոք կկարողանա։ Բայց Հենրիկը ամբողջ ընթացքում բռնած էր նրա ձեռքը, Կլարան սրբում էր նրա քրտինքը, բուժքույրերը քաջալերում էին նրան։ Եվ վերջապես, կեսօրից հետո ժամը 3:42-ին, Գաբրիելը ծնվեց։ 3 կիլոգրամ 400 գրամ քաշով առողջ տղա, ուժեղ թոքերով, որոնք հայտարարեցին նրա աշխարհ գալը եռանդուն լացով։ Մարինեն առաջին անգամ գրկեց որդուն աննկարագրելի բան զգաց։ Դա մաքուր, անվերապահ սեր էր, այնպիսին, որը փոխակերպում սահմանում է։
Նա նայեց այդ կատարյալ դեմքին, փակ աչքերին, մանրիկ ձեռքերին, բացարձակապես համոզված գիտեր, որ այն ամենը, ինչով նա անցել էր, արժեր։ Ամբողջ ցավը, ամբողջ նվաստացումը, ամբողջ պայքարը։ Որովհետև դա նրան բերել էր մինչ այստեղ, մինչ այդ կատարյալ պահը, իր որդուն գրկելու։ Հենրիկը տեսարանը դիտում էր արցունքներով աչքերում։ Նրա դուստրը մայր էր դարձել։ Կյանքի շրջապտույտը շարունակվում էր, ավելի ուժեղ, քան ցանկացած փոթորիկ։ Երբ Մարինեն հարցրեց, թե արդյոք Ռոբերտը գիտեր ծննդի մասին, Հենրիկը հաստատեց. Ես հաղորդագրություն ուղարկեցի փաստաբանի միջոցով։ Նա պատասխանեց, խնդրելով թույլտվություն, ինչ-որ բան ուղարկելու համար։ Մարինեն գլխով արեց։ Հաջորդ օրը հիվանդանոց մի փոքրիկ տուփ հասավ։ Ներսում մի զույգ սպիտակ բրդյա կոշիկներ, նույնական այն կոշիկներին, որոնք Մարինեն կրել էր իր գրպանում այդ սարսափելի գիշեր, ամիսներ առաջ։ Կողքին մի քարտ, մի քանի բառերով, դողացող ձեռագրով գրված. Գաբրիելին։ Լուր ներողություն խոստում, որ երբ ճիշտ ժամանակը գա, ես պատրաստ կլինեմ լինել այն հայրը, ում նա արժանի է։ Ռոբերտ։ Մարինեն բռնեց կոշիկները, լացեց։ Դրանք զայրույթի կամ վրդովմունքի արցունքներ չէին, այլ հույսի։ Գուցե Ռոբերտը իսկապես փոխվում էր։ Գուցե ապագա կար, որտեղ Գաբրիելը կարող էր ճանաչել իր հորը։ Ոչ հիմա, ոչ մինչ վերքերը թարմ էին։ Բայց մի օր։ Եթե Ռոբերտը շարունակեր ապացուցել, որ փոփոխությունն իրական էր, մշտական։ Մարինեն զգուշորեն պահեց կոշիկները։ Դրանք խորհրդանիշ էին։ Հնարավորությունների։ Երկրորդ հնարավորությունների, որ նույնիսկ ամենավատ փոթորիկներից կարող էր նոր բան ծնվել։ Գաբրիելի հետ առաջին ամիսները ինտենսիվ էին։ Անքուն գիշերներ, անվերջ տակտիրներ, մշտական կրծքով կերակրում։ Բայց նա մաքուր ուրախության պահեր։ Երեխայի առաջին ժպիտը։ Առաջին անգամ, երբ նա ամուր բռնեց Մարինեի մատը։ Այգում զբոսանքները, Հենրիկի կողմից թոռանը հարգալից զգուշությամբ կրելով։ Կլարան լուսանկարում էր ամեն պահը։ Տունը, որը նախկինում լուռ էր, հիմա լի էր կյանքով, երեխայի աղմուկով, ծիծաղով, շարժումով։ Մարինեն նորից սկսեց նկարել, երբ Գաբրիելը 3 ամսական էր։ Ոչ նախկինի պես ինտենսիվությամբ, բայց գողացված պահերում, կերակրումների քնի մեջ։ Եվ հայտնաբերեց, որ մայրությունը նոր հարթություն էր բերել իր արվեստին։ Նրա նկարներն այժմ ուսումնասիրում էին անվերապահ սիրո, պաշտպանության, կանացի ուժի, կյանքի շրջապտույտների թեմաներ։ Երանի մի կարևոր պատկերասրահ առաջարկեց անհատական ցուցահանդես հաջորդ տարվա համար։ Մարինեն ընդունեց, բայց իր պայմաններով։ Նա չէր լինի ժամկետների կամ սպասումների ստրուկ։ Նա կստեղծեր իր ժամանակին, հետելով իր ոգեշնչմանը։ Ռոբերտը շարունակեց իր վերակառուցման ճանապարհը։ Անկումից 1 տարի անց նա աշխատում էր մի հասարակական կազմակերպությունում, որը ծրագրավորում էր սովորեցնում կարիքավոր համայնքների երիտասարդներին։ Նա օգտագործում էր իր տեխնիկական հմտությունները մի բանի համար, որն իսկապես կարևոր էր։ Աշխատավարձը համեստ էր, բայց բավարարվածությունն իրական էր։ Նա շարունակում էր ամենամսյա նամակներ ուղարկել, հիմա ներառելով փոքրիկ նկարներ Գաբրիելի համար, նույնիսկ իմանալով, որ երեխան դեռ չէր կարողանա գնահատել դրանք։ Նա չէր խնդրում այցելել։ Չէր ճնշում։ Նա պարզապես փաստագրում էր, որ այնտեղ է, աշխատում է իր վրա, սպասելով այն օրվան, երբ գուցե թույլ կտրվի լինել այն կյանքի մաս, որին օգնել էր ստեղծել։ Մի աշնանային կեսօր Մարինեն Գաբրիելին տարավ արվեստանոց։ 7 ամսական տղան նստած էր գործունեության գորգի վրա, մինչ նա աշխատում էր նոր նկարի վրա։ Դա մեծ կտավ էր, պատկերող արածակ հորիզոնի վրա, կանացի կերպարով, ով բռնած էր փոքրիկ երեխայի ձեռքը։ Ներքի աջ անկյունում Մարինեն նվիրատվություն էր գրել։ Իմ հորը, ով ինձ սովորեցրեց, որ իրական ուժը սիրելիներին պաշտպանելն է։ Նա գիտեր, որ դա կլինի իր հաջորդ ցուցահանդեսի կենտրոնական գործը։ Հենրիկը մտավ արվեստանոց, ծրարը ձեռքին։ Այսօր եկավ, ասաց նա, տալով Մարինեին։ Դա Ռոբերտի ամենամսյա նամակն էր։ Մարինեն բացեց այն, կարդաց։ Այս անգամ, բացի սովորական թարմացումից, ինչ-որ այլ բան կար։ Հարց. Եթե Մարինեն հարմար գտնի, եթե զգա, որ ճիշտ ժամանակն է, Ռոբերտը կցանկանար հանդիպել Գաբրիելին։ Ոչ թե իրավունքներ պահանջելու, ոչ թե խախտելու այն խաղաղությունը, որը նա կառուցել էր։
Պարզապես մեկ անգամ տեսնելու որդու դեմքը, որպեսզի տղան իմանար, որ ուներ հայր, ով, չնայած բոլոր սխալներին, փորձում էր ավելի լավը լինել։ Մարինեն նայեց Գաբրիելին, ով ուրախությամբ թքոտում էր գունավոր խաղալիքի վրա։ Հետո նայեց հորը։ Ինչ ես կարծում։ Հենրիկը նստեց նրա կողքին։ Կարծում եմ, որ այդ որոշումը քոնն է, Մարինե։ Բայց ես կարող եմ ասել, թե ինչ եմ դիտում։ Ռոբերտը հետողական է եղել ավելի քան 1 տարի։ Մանիպուլյացիայի նշաններ չեն եղել, ճնշում չի եղել։ Նա իսկապես փոխվում է։ Սա չի ջնջում այն, ինչ նա արել է, բայց ցույց է տալիս, որ մարդիկ կարող են աճել։ Մարինեն մտածկոտ գլխով արեց։ Գուցե ժամանակն է։ Բայց հստակ սահմաններով։ Կարճ հանդիպում, այստեղ, տանը, ձեր ներկայությամբ։ Հենրիկը համաձայնեց։ Ձեր պայմանները։ Միշտ ձեր պայմանները։ Հանդիպումը նշանակված էր շաբաթ առավոտյան։ Ռոբերտը ժամանեց ժամանակին, վարելով պարզ մեքենա, հագած պատահական հագուստ։ Նա տարբեր էր։ Ավելի նիհար մի քանի արտահայտության գծերով, որոնք նախկինում չկային, բայց նրա աչքերում ինչ-որ բանով, որը Մարինեն տարիներ շարունակ չէր տեսել։ Խոնարհություն։ Նա մտավ սենյակ, որտեղ Մարինեն սպասում էր, Գաբրիելը գրկին։ Բար, Մարինե, ասաց Ռոբերտը ցածր։ Բար, Ռոբերտ։ Մարինեն պատասխանեց, ձայնը հանգիստ, բայց սուսպ։ Սա Գաբրիելն է։ Ռոբերտը դանդաղ մոտեցավ, ինչպես մեկը, ով մոտենում է սուրբ բանի։ Նա առաջին անգամ նայեց որդուն, Մարինեն տեսավ, թե ինչպես են արցունքները հոսում նրա դեմքով։ Նա գեղեցիկ է, շշնջաց Ռոբերտը։ Քեզ է նման։ Մարինեն թույլ տվեց իրեն մի փոքրիկ ժպիտ։ Ձեր աչքերն ունի։ Ռոբերտը հայացքով թույլտվություն խնդրեց, նախքան ձեռքը մեկնելը։ Գաբրիելը, հետաքրքրասեր, ինչպես ամեն երեխա, բռնեց հոր մատը։ Եվ այդ պարզ պահին ինչ-որ բան բուժվեց։ Ոչ ամեն ինչ։ Ոչ ամբողջովին։ Բայց բավական, հնարավորության սերմ ցանելու համար։ Այցը տեց ընդամենը 30 րոպե։ Ռոբերտը չփորձեց երկարացնել։ Նա շնորհակալություն հայտնեց հնարավորության համար, խոստացավ շարունակել ապացուցել, որ արժանի է լինել Գաբրիելի կյանքում, հեռացավ։ Մարինեն պատուհանից նայում էր, մինչ նա հեռանում էր։ Կլարան, ով ամեն ինչ դիտում էր հեռվից, մոտեցավ։ Ինչպե՞ս ես քեզ զգում։ Մարինեն մի պահ մտածեց։ Հուսադրված։ Զգուշորեն հուսադրված։ Կլարան գրկեց ընկերուհուն։ Դա արդեն շատ է։ Հաջորդ ամիսներին ռեժիմ հաստատվեց։ Ռոբերտը ամիսը մեկ անգամ այցելում էր Գաբրիելին, միշտ հսկողության ներքո, միշտ հարգելով Մարինեի սահմանները։ Աստիճանաբար, շատ դանդաղ, խաղաղ գոյակցություն էր ձևավորվում։ Դա սեր չէր, դա ամբողջական ներում չէր, բայց դա ճանապարհ էր։ Մի ճանապարհ, որը թույլ կտար Գաբրիելին ճանաչել երկու ծնողներին էլ, յուրաքանչյուրը իր թերություններով, առաքինություններով, յուրաքանչյուրը փորձելով անել լավագույնը իր կարողությունների սահմաններում։ Մարինեն բացեց իր անհատական ցուցահանդեսը կենտրոնի հեղինակավոր պատկերասրահում։ Դա բացարձակ հաջողություն էր։ Բոլոր 20 նկարները վաճառվեցին բացման երեկոյին։ Քննադատները գովեցին նրա գեղարվեստական էվոլյուցիան, խորը թեմաներ ուսումնասիրելու նրա քաջությունը, նրա անթերի տեխնիկան։ Բայց Մարինեի համար ամենակարևոր պահը ոչ մի վաճառք կամ քննադատություն չէր։ Դա այն էր, երբ բազմամարդ պատկերասրահի մեջ նա գրկեց Գաբրիելին, նայեց հորը նվիրված նկարին։ Հենրիկը կողքին էր, մի ձեռքը նրա ուսին։ Եվ Մարինեն խորը երախտագիտություն զգաց։ Երախտագիտություն գոյատելու համար։ Ուժ գտնելու համար։ Ցավից գեղեցկություն ստեղծելու համար։ Այդ գիշեր, երբ բոլորը հեռացան, Մարինեն մենակ վերադարձավ տան արվեստանոց։ Նա նստեց դատարկ կտավի դիմաց ամիսների մեջ առաջին անգամ չգիտեր, թե ինչ նկարել։ Ոչ թե այն պատճառով, որ արգելափակված էր, այլ որովհետև լիարժեք էր։ Նրա ճանապարհը փոթորկի միջով նրան բերել էր մինչ այստեղ։ Ամբողջական կին, նվիրված մայր, ճանաչված նկարչուհի, սիրված դուստր։ Նա վերցրեց վրձինը, սկսեց մեղմ ձեր գծել։ Նա թույլ կտար, որ ներկը առաջնորդի։ Նա թույլ կտար, որ ստեղծագործությունը բնականաբար հոսի։ Որովհետև նա վերջապես սովորել էր ամենակարևոր դասը։ Նա կարիք չուներ ամեն ինչ վերահսկելու։
Նա պարզապես պետք է վստահեր գործընթացին։ Վստահեր իրեն։ Եվ թույլ տար, որ կյանքը իր բոլոր շրջադարձերով նրան տաներ այնտեղ, որտեղ նա պետք է լիներ։ Ռոբերտը իր պարզ բնակարանում, քաղաքի մյուս ծայրում, նայում էր Գաբրիելի լուսանկարին, որը Մարինեն թույլ էր տվել նրան անել։ Դա նրա միակ զարդարանքն էր։ Կողքին նկարներն ու նամակները, որոնք նա ուղարկել էր որդուն ամիսների ընթացքում։ Նա գիտեր, որ երկար ճանապարհ ուներ անցնելու։ Գիտեր, որ գուցե երբեք ամբողջովին չվերականգներ Մարինեի վստահությունը։ Բայց իր կյանքում առաջին անգամ նա կենտրոնացած չէր նպատակակետի վրա։ Նա կենտրոնացած էր ճանապարհի վրա։ Ամեն օր մի փոքր ավելի լավը լինելու վրա։ Արժանանալու, ի վերջո, հոր կոչմանը։ Հենրիկը նստած էր իր աշխատասենյակում, նայելով ներքում լուսավորված քաղաքին։ Նա արել էր այն, ինչ անհրաժեշտ էր։ Պաշտպանել էր իր ընտանիքը։ Դաս էր սովորեցրել, որը տարիներ շարունակ կհնչեր։ Բայց ամենակարևորը այն էր, որ Մարինեն ծաղկել էր։ Նա այլս այն անապահով երիտասարդ կինը չէր, ով իրեն զրկել էր մի տղամարդու համար։ Նա ուժեղ էր, անկախ, լիարժեք։ Եվ Գաբրիելը կմեծանար, տեսնելով այդ ուժը։ Կմեծանար, իմանալով, որ ընտանիքը անվերապահ սիրո մասին է, միմյանց պաշտպանելու մասին, ամեն անկումից հետո վեր կենալու մասին։ Հենրիկը ժպտաց։ Նրա ժառանգությունն ապահովված էր։ Ոչ թե ընկերություններում կամ կարողություններում, այլ փոխանցված արժեքներում, բազմապատկված սիրո մեջ, սերունդներում, ովքեր կիմանային տարբերությունը ուժի ամբարտավանության միջ։ Մարինեի, Ռոբերտի Հենրիկի պատմությունը կատարյալ ավարտ չուներ, որովհետև իրական կյանքը կատարյալ ավարտներ չունի։ Այն ուներ ազնիվ ավարտ։ Ավարտ, որտեղ սպիները մնում էին, բայց բուժում էր տեղի ունենում։ Որտեղ սխալներն ունեին հետանքներ, բայց նա աճի հնարավորություններ։ Որտեղ արդարությունը մատուցվում էր ոչ թե կույր վրեժի, այլ վիրաբուժական ճշգրտության միջոցով։ Որտեղ մի կին հայտնաբերեց, որ գոյատելը բավարար չէր, երբ կարելի էր ծաղկել։ Եվ որտեղ մի տղամարդ սովորեց ցավալիորեն, որ իրական հաջողությունը չի չափվում գումարով կամ ուժով, այլ նրանով, թե որքան լավ ես վերաբերվում այն մարդկանց, ովքեր քեզնից են կախված։ Այդ գիշեր երանում, քաղաքի տարբեր մասերում գտնվող երեք մարդ նայում էին նույն աստղազարդ երկնքին։ Մարինեն, գրկած քնած Գաբրիելին, խաղաղություն զգալով։ Ռոբերտը, մենակ, բայց հուսադրված, աշխատելով իր վրա։ Հենրիկը, բավարարված, որ արդարությունն ու սերը հաղթել էին։ Յուրաքանչյուրը իր ճանապարհին։ Յուրաքանչյուրը գրելով սովորած դասերը։ Յուրաքանչյուրը կառուցելով այլ ապագաներ, քան պատկերացնում էին, բայց գուցե, պարզապես գուցե, ավելի լավերը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի, Ռոբերտի Հենրիկի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Իշխանության, քավության բերածննդի մասին այս պատմությունը հիշեցնում է մեզ, որ մեր կատարած ընտրությունները սահմանում են, թե ով ենք մենք, որ երբեք ուշ չէ փոխվելու համար։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք, նույնքան հրապուրիչ պատմություններով։ Գտեք այն այստեղ, սեղմելով ձեր էկրանի ձախ կողմում։ Եթե այս պատմությունը արձագանքեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների, սիրո, ընտանիքի հաղթահարման բարդությունը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Մեկնաբանություններում կիսվեք, թե ինչն է ամենից շատ գրավել ձեր ուշադրությունը այս պատմության մեջ։ Որ պահը ամենից շատ դիպավ ձեր սրտին։ Դուք կարծում եք, որ Ռոբերտը արժանի է երկրորդ հնարավորության։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր կարծիքներին։ Մինչ հաջորդ պատմությունը։